Բարի երեկո եւ բարի գալուստ վերնիսաժյան մեր ջերմ հյուրասրահ։ Այսօր վերնիսաժը, ինչպես որ յուրաքանչյուր անգամ նշում եմ, իսկապես լինելու է յուրահատուկ։ Եվ առանձնահատկությունը նրանում է, որ այսօր չենք խոսելու մեկ արվեստագետի կյանքի պատմության մասին, մենք չենք խոսելու մեկ անհատի մասին, մենք խոսելու ենք մի ամբողջ աստղաբույլի, կամ որ ավելի ճիշտ է ասել, մի ամբողջ դարաշրջանի, ժամանակաշրջանի մասին, որը ստեղծեց հիանալի արտիստներ եւ որը դրեց այնպիսի ավանդույթի հիմք, ինչպիսին կարող էր ունենալ միայն թատերային երևույթը։ Չեմ բացում փակագծերը, բայց ասում եմ բարի երեկո եւ մի անգամից ազդարարում վերնիսաժյան սկիզբը։ Մշակութային դարբնոց, Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի։ Հենց այստեղ պետք է հիմնվեր ու դարավոր պատմություն ունենար հայ թատրոնն ու դերասանական արվեստը։ 1865 թվական, ցարական իշխանություն, անհավանական էր թվում նույնիսկ թատրոն հիմնելու գաղափարը, սակայն հենց այս պայմաններում ռուսական բանակի հրետանու սպա Ալեքսանդր Մելիք Հայկազյանցի նախաձեռնությամբ 1865 թվականի մայիսի 23-ին առաջին անգամ վեր բարձրացավ քաղաքային ակումբի վարակույրը եւ Ալեքսանդրապոլյան նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց իր անդրանիկ բեմադրությունը՝ Հակոբ Կարինյանի Շուշանիկ պատմական ողբերգությունը։ 1891 թվականին Ալեքսանդրապոլում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ բեմ բարձրացավ Գաբրիել Սունդուկյանի Պեպոն։ Ալեքսանդրապոլի թատերական կյանքում 1912 թվականը բեկումնային էր։ Թատրոնի հենց այս շենքում առաջին անգամ բեմադրվեց Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան, որը միանգամայն նոր շունչ տվեց թատրոնի ստեղծագործական կյանքին։ Գյումրեցու համար թատրոնը դարձավ կյանքի անբաժան մասնիկը, իսկ թատրոն գնալը պատիվ ու հպարտություն։ Ամբողջ Լենինական ինքը թատերասեր էր։ Եվ իզուր չեն ասում, որ լսել եք, որ սունդուկներից հանել են ամենաթանկ շորերը թատրոն գնալիս, եւ գյումրեցին շապխան հանել է միայն թատրոնում եւ եկեղեցում։ Այդքան հարգված է եղել, այդքան սրբացած է եղել թատրոնը լենինականցիների համար։ 1921 թվականին սկսվում է թատրոնի արդեն խորհրդային ժամանակաշրջանը։ Լենինականի թատրոնը վերանվանվեց երկրորդ պետական թատրոն։ Հենց այս տարիներին երիտասարդ ռեժիսոր Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ թատրոնում ստեղծվեցին բեմադրություններ, որոնք տարիներ շարունակ չէին իջնում թատերաբեմից։ Ես բախտավոր եմ, որ աշխատել եմ մեր հռչակավոր հայ արտիստների հետ։ Նրանց հետ եմ ստեղծել իմ լավագույն գործերը։ Ու եթե մի հրաշքով ինձ տրվեր հնարավորություն ամեն ինչ սկսելու նորից, ես կանեի նույն գործը, ինչ արել եմ, առավել կամ պակաս հաջողությամբ։ 1970 թվականին Աճեմյանի երաշխավորությամբ թատրոնի գլխավոր բեմադրիչ նշանակվեց Երվանդ Ղազանչյանը, ով թատրոնի վերելքի ընթացքին անմասն չմնաց։ Հնի կողքին ներկայացրեց նոր եւ միանգամայն տարբերվող ներկայացումներ, որոնք էլ համալրելու եկան թատրոնի ոսկե ֆոնդը։ Գյումրին հրավառություն էր։ Գյումրին աշխատանք չէր։ Գյումրին մի զարմանալի խելագար ընթացք էր, սեր էր։ Ես չգիտեմ, այդ ինչ սեր էր, կամ իմ բոլոր սերերն էր գուցե հավաքել են այդտեղ Գյումրիում։ 1972 թվականին բացվեց թատրոնի նորակառույց շենքը, թատերասեր հասարակության համար մեծ ու անմոռանալի իրադարձություն։ Աչքիս առաջ է թե ինչպես սկսեցի թատրոնի շենքի շինարարությունը, ոնց պայթեցրեցին, հիմքը փորեցին, նույնիսկ հիշում եմ գլխավոր ինժեներին Աղալու էր անունը, այդպես ավելորդ անունը։ Հիշում եմ թե ինչպես երկարեցին, գլխարկտերեցին, գումարները գցեցին, շատ լավ հիշում եմ Պրարաբին, Ստյոպա էր անունը։ Իմ վրա մեծ տպավորություն էր թողել Բարբետ Մայիսը, Քարդաշ որնադիրը, կարծեմ, եթե չեմ սխալ, մենագիկն է ամբողջ պատերը շարել։ Եվ հիշում եմ այս բարձր, ամենաբարձր մոտ 20-25 մետր բարձրան վրա, ոնց էր նա բարձրանում, խաչակնքում եւ կռանալով տարախումբում։ Մեկ առ մեկ դրանք հիշում եմ, կարծես երեք լիներ։ Հենց մեկ է շատ հետաքրքիր էր խորհրդային տարիներին արդեն թատրոնը գրեթե պատրաստ էր, բայց մենք 5-6 անգամ բացում արին։ Ինչ առիթ լինում էր, հետո թատրոնը բացում էին։ Ընդունված կարգ էր։
1977 թվականին Լենինականի թատրոն հրավիրվեց անվանի հայ ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը։ Նրա ղեկավարման տարիներին բեմադրվեցին այնպիսի ներկայացումներ, որոնց շնորհիվ թատրոնը վերագտավ իր երբեմնի փառքը, արձանագրելով նախադեպը չունեցող հաջողություններ։ 1985 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունն է ստանձնում Խորեն Աբրահամյանը։ Նրա բեմադրած ու խաղացած խիզախ ներկայացումները կոչված էին ապահովելու թատրոնի նոր առաջընթացը։ Ջերմ եւ մտերիմ կապ կար, երբ Խորեն Աբրահամյանն էր ղեկավարում թատրոնը, ես ներկայ էր լինում ոչ միայն ներկայացումներին, պրեմիերաներին, այլ նաեւ փորձերին։ 1988 թվական, դեկտեմբերի 7, չնայած թատրոնի շենքը կանգուն մնաց, բայց աղետալի երկրաշարժը եւ ազգային մեծ ողբերգությունը խաթարեց թատրոնի վերելք ապրող ընթացքը։ Գյումրեցին իրեն բնորոշ լավատեսությամբ հաղթահարեց եւ այս փորձությունը։ Թատրոնը ոչ միայն փրկվեց երկրաշարժից, այլ նաեւ բնակարանի, կացարանի չվերածվեց, այլ մնաց իբրև այդպես անձեռնումը խելի տարածք, ինչեւ որ քաղաքը կարողացավ վերադարձնել թատրոնին իր թատրոնի դեմքը։ 3 դարերի միջով անցած Գյումրու թատրոնը 21-րդ դարում էլ շարունակում է հնի ու նորի խաչմերուկում մնալ հայ մշակութային հենասյուներից մեկը։ Այսօր էլ Աճեմյանական թատրոնի բեմում առաջվա պես կարելի է լսել Պետրոս Ադամյանի, Սիրանուշի, Վարդան Աճեմյանի, Արուս Ասրյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Վահրամ Փափազյանի, Խորեն Աբրահամյանի, Գալյան Օվենցի, Մհեր Մկրտչյանի եւ հայ թատրոնի ու կինոյի այլ հսկաների կանչող ձայնը, ովքեր այս բեմում ապրել ու ապրեցրել են թատրոն սիրող ու գնահատող գյումրեցուն։ Եվ նույնիսկ տարիներ անց, երբ ապրում ես հիշողություններով, միևնույն է, թատրոնի նվիրյալների քայլերը ակամայից ստանում են Գյումրվա թատրոն, բեմադրելու նոր ներկայացում։ Դե իհարկե վերնիսաժի եթերում մենք չէինք կարող չանդրադառնալ այս գեղեցկուհուն, որը իր 152 տարիների ընթացքում ապրել է բավականին մեծ կյանք ու շատ հետաքրքիր պատմություններով է համեմել։ Վարդան Աճեմյանի անվան Գյումրիի դրամատիկական թատրոնը բացառիկ է եղել իբրև դարբնոց, իբրև դպրոց եւ այնպիսի հրաշալի անձիկ, այնպիսի հետաքրքիր արտիստներ են այսօր մեր տաղավարում, որոնք պատմելու են յուրաքանչյուրն իր կապը, իր պատմությունը, իր հուշերը, հիշողությունները եւ ամենակարևորը նրանք այսօր ստեղծում են ամենաթատերային, ամենաարվեստասեր հայրաքաղաքի թատերային միջավայրը։ Սիրով ասում եմ մեր հյուրերին բարի երեկո եւ հպարտությամբ ու սիրով ներկայացնում նրանց։ Իհարկե սկսելով մեր ավագ գոլեգայից, մարդ ում մոտ նաեւ ես սովորել եմ մասամբ, ումից սովորում եմ առ այսօր, ռեժիսոր, թատերական գործիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյան։ Բարի երեկո, բարի գալուս։ Բարի երեկո։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, գեղեցկուհի տիկին Անահիտ Քոչարյանն է։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Մյուս կարևոր դերասանուհին, որպես հիմնասյուն նա մշտապես Գյումրիի թատրոնի հիմքերում է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան։ Բարի գալուս։ Դերասան, բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, բացառիկ համբերատար մարդ Հովհաննես Հովհաննիսյան։ Թույլ տվեք անցնել ձախ թևը եւ ներկայացնել մի քիչ ավելի երիտասարդ ու չարաճճի սերնդի ներկայացուցիչներին, որոնք չնայած իրենց երիտասարդ տարիքին արդեն լուրջ գործունեություն են ծավալում։ Սկսեմ այս կողմից Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ոչ ավել ոչ պակաս, Լյուդվիգ Հարությունյան։ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, անհավանական տարբեր նախագծերի հեղինակող եւ իրագործող Տիգրան Վիրաբյան։ Դերասան, մարդ, ում հետ շփվել է միշտ տոն է եւ մարդ, ով իր միջավայրում կարողանում է ստեղծել այդպիսի մի տոն։ Արթուր Հակոբյան։ Նրա կոչումն է հենց դա, դերասան։ Եվ երիտասարդ սերնդի գեղեցիկ ներկայացուցիչ դերասանուհի Մանե Մխոյան։ Բարի գալուստ, ինձ համար Գյումրին առանձնահատուկ տեղ ունի իմ կյանքում եւ այնպես չի, որ հիմա դուք եկել եք ու ես ստիպված եմ ասելու լավ բաներ, ինչպես որ հյուրերին է ընդունված դիմավորել, ոչ։ Գյումրին իսկապես կամ ինքն է որոշում ընդունել մարդուն կամ ոչ։ Բայց նախքան հասնելը հենց թատրոն, պարոն Ծատուրյան, խոսենք Վարդան Աճեմյանից, խոսենք ձեր սովորելու տարիներից եւ հասկանանք, հա, արդյոք այն ժամանակ արդեն պարզ էր, թե ինչպիսի գիգանտի մոտ եք դուք սովորում, ինչ հսկայի մոտ եք սովորում։ Դե Աճեմյանը ինձ համար եղել է ոչ միայն իմ դասախոսը, այլ նաեւ իմ կյանքի ուսուցիչը։
նա ինձ բերեց Սունդուկյան թատրոն, ես կինոստուդիայում աշխատում, ասեց, ինչ գործում ես այստեղ սա։ Կինոն արտադրություն է, արվեստ։ Գիտեր էլի մարդը։ Գիտեր։ Դերեց թատրոն, որտեղ ես աշխատեցի 20 տարի, հետո տեղափոխվեցի մետրո թատրոն, բայց վերջին հանգրվանը էլի ստացվեց Վարդան Աճեմյանի անվան թատրոնը, ուրեմն իմ եւ նրա այս միացությունը չխափանվեց։ Իսկապես շատ եմ սիրում Գյումրու թատրոնը, չնայած ես ինքս երևանցի եմ, բայց դարձել եմ գյումրեցի եւ իսկապես շատ եմ սիրում այս թատրոնը, որովհետեւ այս թատրոնում կա այն, ինչ չկա ուրիշ թատրոններում։ Հսկայական սեր իր գործի նկատմամբ, թատրոնի նկատմամբ, թե դերասանների կողմից, թե ադմինիստրատիվ աշխատողների, այսպես բոլորս համանուն աշխատում ենք։ Նիկոլայ Երվանդիչ, այն տարիներին, երբ դուք դարձաք Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նոր շունչը, ինչպես կարողացաք համախմբել ու մտնել նրանց տեսակի մեջ, որովհետև գյումրեցիները մի քիչ խիստ են, նրանք որոշում են ընդունել այդ մարդուն, թե ոչ, մանավանդ եթե իրենցից չես։ Որպես գեղարվեստական ղեկավար եմ արդեն հարցնում ձեզ։ Իրենցից չէի, բավական մեծ դիմադրության հանդիպեցի։ Անունները տվեք հենց հիմա եթերում, մենք արդեն Նստացել ես իրար դեպից ինչ ասեմ։ Այս երևանցին ինչ է եկել, բան եւ այլն։ Բայց հետո որովհետեւ տեսան, որ ես ոչ միայն չար հիշող չեմ, այլև նենց իսկապես մերվում եմ, որտեղ սիրում եմ իմ գործը եւ սիրում եմ այն մարդկանց, որոնց հետ աշխատում եմ, աստիճանաբար փոփոխվեց եւ հիմա ոնց որ թե վայելում եմ սեր եւ արգանք։ Չէ։ Ոնց որ թե չէ։ Չէ։ Բայց ոնց որ նայում եմ չէ։ Եվ ամենակարևոր իմ նախաձեռնությունը այն էր, որ ես չուզեցի նստեմ այդ աթոռին, մինչև որ արդեն սենց ասում, այստեղ չէ։ Թողեցի եւ տվեցի թատրոն այս երկու հրաշք երիտասարդներին, ասում եմ իսկապես հրաշք, ոչ թե հիմա որովհետեւ ես Գյումրի սաժում, վերնիսաժում ենք։ Գյումրի սաժը լավն էր։ Լուդվիգ Հարությունյան, որին երկար ժամանակ դեռ մի 3 տարի առաջ ասում է արի գլխավոր, ես դուրս գամ, ասեց Ինչը դուրս եկավ, ասեց ես պատրաստ չեմ, ոչ թե շպրտեց իրան այդ աթոռի վրա, ասիկա պատրաստեմ եւ հետո պատրաստեցի։ Իսկ Տիգրան Վերաբյանը իմ կյանքը կերա, որովհետեւ ոնց որ դու ես ասում, մի ահավոր տարբեր նախաձեռնություններ, բաներ, բարձրացնում ես բանը պիանոյի հայտվա, ինչ ես Բախտաճարից անում եք եւ իսկապես այս երկու երիտասարդները այսօր թատրոնը ծաղկեցրեց։ Մենք իհարկե կվերադառնանք թատրոնին, մանավանդ երիտասարդ առողջ բռունցքին, ուժին, որը առաջ է մղում այսօր թատրոնը, եւ Տիկին Անահիտ, Գյումրին ինքնին մեծ թատերաբեմ է, անկախ թատրոնից, բայց հետաքրքիր է ձեր ուղին ինչպես դասավորվեց եւ ինչպես գնացիք ու հասաք հենց բուն թատրոն։ Իմ գիտակցական կյանքում, ինչքան ես ինձ հիշում եմ, միշտ երազել եմ եւ ձգտել եմ թատրոն, բայց քայլ չեմ արել թատրոն գնալու։ Շատ պատահական է ստացվել իմ մուտքը թատրոն, որը կարծում եմ օրինաչափության մի օղակն է այդ պատահականությունը։ Եվ առաջին անգամ, երբ որ ես հայտնվեցի կուլիսներում, ետնաբեմում, սա ես ասել եմ մի անգամ եւս ուզում եմ կրկնել, երբ որ դերասանուհիները իրենց տնային խալաթներով, տնային կոշիկներով նստած էին, պարզվում է դրանք բեմական զգեստներ են, բայց ես դա հասկացա, որ իրենք իրենց տան շորերով եկել են աշխատանքի, ուրեմն սա մի տուն է։ Ես թատրոնը այդ պահից ընկալեցի որպես տուն։ Սա այն տունն է, որտեղ ես պիտի ապրեմ։ Այսօր հատկապես մեր երկու հրաշալի երիտասարդների շնորհիվ կարծես այդ զգացողությունները նորից թարմանում է։ Մի ընտանիք է թատրոնը դարձել։ Սա Գյումրու թատրոնի ֆենոմեն է, իմ կարծիքով, ինչու՞մ է։ Շատ բեմադրիչներ, որ եկել են Երևանից, աշխատել են մեզ մոտ եւ գնացել են։ Ամենալավ եւ հաջողված բեմադրությունները Գյումրիում են արել։ Դրանից առաջ եւ հետո չեն գերազանցել Գյումրիի բեմադրությունը։ Սա օրինաչափ է, ես ինչքան հետևել եմ եւ չգիտեմ այդ ֆենոմենը ինչու՞մ է կայանում։ Ինձ համար այն ֆենոմենալ է այն, որ այդքան ավանդական, այդքան խստապահանջ, մանավանդ իրենց ընտանեկան կյանքում գյումրեցին լինելով հանդերձ, կարող է թույլ տալ, որպեսզի դուստրը աշխատի թատրոնում եւ լինի դերասանուհի։ Տիկին Սուսանա, իմ արդեն ձեզ եմ անդրադառնում, որովհետեւ այս պարադոքսը ինձ համար անհասկանալի մի բան է։
երբ որ ազատամիտ մայրաքաղաքային մտածողությամբ է մարդը դառնում դերասան, դեռ մի քիչ ես կմարսեմ դա, բայց որ Գյումրին այդ հարցին ես չեմ կարող ուղղակի ձևով պատասխանել, որովհետև ես Գյումրիից չեմ, ես աշխատել եմ Վանաձորի թատրոնում, հետո Ղափանի։ Իսկ Վանաձորի թատրոն ես որ մտել եմ, իմ հայրը Գիգորի նման ձեռքս բռնած տարել է թատրոն, որովհետև ինքը ժամանակին Բաթումիում Արաբրույրի թատերախմբում մասնակցել է դերասանների։ Իսկ մանկուց են էլի այդ խնդիրը առաջացնում երեխաների մեջ, թատրոն։ Իսկ որ եղբայրս, որը դաշնակցական էր, անընդհատ ամեն շատ է եղել Տիկին Սուսանը։ Բանտարկում ու բաց էին թողնում, բանտում բեմադրել է Քաչնազարը, ու ինքը խաղացել է Ուստիան։ Սա ամենաանսպասելի պատմություններ իմ սպասածներից։ Ես 82-ին եմ տեղափոխվել Գյումրու թատրոն, իսկ մինչև տեղափոխվելը, երբ նայեցի Գրիգոր Մկրտչյանի բեմադրած Ռևիզորն ու Տիտոս Անդրոնիկոսը, ես շոկի մեջ էի ու ասեցի, ես ոնց եմ երազում գալ այս թատրոն, ես այս թատրոնին արժանի դերասան եմ, ես կկարողանամ այստեղ աշխատել, ինձ լավ զգալ թատրոնում։ Բայց փաստորեն ստացվեց, որ ես մերվեցի, ինձ ընդունեցին թատրոնում։ Հովանես, վերջապես վայելենք նաև ձեզ ու ձեր ձայնը ու ձեր պատմությունը կապված թատրոն առաջին մուտքի հետ։ Գիտեք, այսպես սկսվեց, հորաքույրս եւ հորաքրոջս ամուսինը թատրոնում դերասաններ էին։ Մեզ հաճախ էին այցելում։ Վարակի նման մի բան է, անկեղծ։ Մեզ հաճախ էին այցելում, իրոք, եւ մեր ընտանիքը միշտ թատրոնում պրեմիերաների ներկա էր եւ պատահական հայտնվեցի Վարդան Աճեմյանի բեմադրությանը Չարբոկուն, հին շենքում, որոշեցի գալ Մռավյանի անվան թատրոնի ստուդիա դերասանական եւ այդպես ես բախտ եմ ունեցել Գրիգոր Մկրտչյանի ղեկավարած կուրսը ավարտել։ Գյումրին հայտնի է իր թատերասիրությամբ, հայտնի է արվեստասիրությամբ եւ երբ որ հոգսերի հորձանուտում խճճում ես, հասկանում ես, որ մեկ անգամ գնալով Գյումրի վերադառնում ես այն հանգիստ թատերային տեմպոռիթմի մեջ, երբ այո, պետք է սնդուկից հանես քո լավագույն զգեստը ու գնաս թատրոն ներկայացում նայելու։ Այսպիսի իրականությունն է Գյումրին ինքը իրենով ձևավորում եւ այնտեղ յուրաքանչյուր մարդ ուղակի կամ անուղակի արդեն թատրոնի հետ կապ ունի։ Դիտենք տեսանյութը հենց սրա վերաբերյալ։ 5 տարեկան հասակից հորս ձեռքը բռնած տրանսպորտ չկար քաղաքում, քիչ էր ամեն ինչ, բայց ինձ թվում է, թե ինքան կարճ էր, ով սեր ունի ուսման նկատմամբ դպրոցի ճամփան միշտ կարճ է սիրուն, ծմերտ է կարուն։ Ինձ համար մինչև թատրոն թվում է շատ կարճ էր այդ ճանապարհը։ Իհարկե վազում էի, չէի հասցնում հորս քայլերի հետ համաչափ քայլել։ Ու գալիս է այդ հին թատրոնը, որ այսօր Գորկի սադի մեր հինավուրց էլի։ Այգու մեջ է գտնվում, գիտեք ինչ էր դա թանգարան էր, դա թատրոն թանգարան էր։ Հիշում եմ, որ մորս գրգում նստած երևի 3-4 տարեկան երեխայի եւ փոխանակ բեմին նայելու եւ թատրոնը ներկայացումը դիտելու ապշած դիտում էի ուրեմն առաստաղի նախշերին։ Սրբավայր էր մեզ, սրբավայր։ Լենինականի թատրոնում ես ստացել եմ իմ մկրտությունը։ Դա ինձ համար ոնց որ հորդանան գետ է։ Ես սկսել եմ իմ առաջին քայլերը, իմ մանկությունն է անցել այդ թատրոնում ու թատրոնական մթնոլորտում։ Մուտքը սկսվեց Սերժ Ասատանովի, որ բեմադրել էին այստեղ, անսամբլը հրավիրվեց նվագելու բեմադրության մեջ։ Եվ դից այդ կարելի ասել այդ անիվը պտտվեց էլի, գնաց առաջ։ Ինչպես եղավ, հենց այդպես, որ ես սկսեցի փորձեր անել եւ առաջին իսկ համերգի ժամանակ ասին մայստրո, գիտեք, մեր ամենալավ դալիճը թատրոնն է։ Երաժշտության համար բացարձակ անընդունելի է թատրոնը որպես համերգասրահ, բայց ես ոչ չեմ կարող ներկայացնել գյումրեցիներին։ Ես բազում տարիներ լավ իմաստով էլ, վատով էլ տանջվել եմ թատրոնի բեմում, քանի որ պետք է ակուստիկա ստացվել, ամեն անգամ փորձարկում էինք տարբեր անկյուններ, թե որտեղից էլ ավելչում։ Առաջի անգամ բեմ դուրս եկա Գյումրվա թատրոնին, դա 90-ականների սկիզբն էր, այն ժամանակ շատ պոպուլար էր թատրոն ստուդիաների գաղափարը եւ իմ ղեկավարած արձագանք թատրոն ստուդիան խաղաց այդ բեմում երկու ներկայացում։ Նիկոլայ Իվանչը բեմադրեց Հրեշելուսի վրա մետրո թատրոնում, նույն ներկայացումը բեմադրվեց նաև Լենինականի թատրոնում, ու Նիկոլայ Իվանչը որոշեց, որ
փորձի փոխանակման երևի թե այդ իդեայով ես գոնե մի անգամ խաղամ այնտեղ իրենց դերասանուհու հետ ու թուրը տեղի ունեցավ։ Հիշում եմ զգացողություններս, շատ ուրախ սրտով է գնացել մեծ ակնկալիքներով, որ գնում եմ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն ընդունվելու։ Առաջին անգամ թատրոնի բեմ եմ բարձրացել 95 թվականին իմ ընկերների հետ միասին, նոր կազմավորվեց մեր կավերենի թիմը, մեր ճարտարագիտական համալսարանի եւ դա մեր առաջին ելույթն էր։ Դա բոլորիս համար ահավոր պարտավոր է ստանում, որովհետեւ մենք չենք մտածում այդ ժամանակ կհաղթենք խաղը, կպարտվենք խաղը։ Մեր համար մի հատ կարևոր արտահայտություն կար՝ խայտառակ չլինել թատրոնի բեմում։ Շատ լավ արտահայտություն է, կարևոր է, որ խայտառակ չլինենք թատրոնի բեմում, մանավանդ Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմում, Գյումրիում, եթե խայտառակ եղար, մի վայրկյան անմիջապես անց իմաց են տալիս, լոլիկը ուղիղ բեմ։ Չեն խնայում ոչ արտիստին, ոչ բեմի տախտակամածը։ Հիմա լոլիկն են խնայում, չենք։ Լոլիկը խնայում են, հիմա արդեն արհեստական լոլիկներով։ Դահլիճից ասում են թունի խմողին, թե կեսը թող ռեժիսորը խմի։ Ասում են, բարձրաձայն, դեպքեր են։ Լավ էլի։ Սերքարդավանք պիեսի ժամանակ։ Մենք դեռ կխոսենք դրա մասին Տիկի Սուսանե, առաջ չանցնենք, հիմա գանք երիտասարդներին արդեն։ Լյուդվիգ, վերադառնանք այն սերնդին, որից մենք մինչև օրս սովորում ենք, եւ մենք թվարկեցինք, թե ինչպիսի վարպետներ են եղել Նիկոլայ Երևանդիչն էլ այդ թվում, որպես գեղարվեստական ղեկավար, որպես ռեժիսոր գլխավոր։ Հիմա դուք եք ստանձնել կարևոր ու ծանր պատասխանատվությունը։ Գիտեք, երբ մտածում ենք այդ մասին, նույնիսկ սկսում ենք վախենալ, որովհետև մեծություններ են աշխատել այդ թատրոնում ու այսօր քեզ է վստահված, որ շարունակես իրենց աշխատանքը, այդ մեծությունները վերջանում են պարոն Ծատուջանով, մենք պիտի կարողանանք հպարտ պահել այդ թատրոնը։ Մի սկզբունք ունենք, որ թատրոնը իմը չի, թատրոնը մերն է։ Առաջնային ինձ այդպես է սովորեցրել իրենք ու մեր մեծերը։ Այսինքն շատ կարևոր սկզբունք սովորեցրին մեզ, որ երբեք թատրոնում պիտի չունենանք ես, այլ մերը պիտի լինի ամբողջական սկզբունք։ Մենք պիտի կարողանանք այդ ավանդույթները շարունակել ու կառուցել նորը։ Դա շատ կարևոր է, որտեղ այս թատրոնը ավանդույթ ունեցող թատրոն է, դու պիտի կարողանաս նոր բան բերես ու այդ նորի հետ հինը երբեք արմատախիլ չանես։ Դրա համար իրենք մեզ հետ են ու մեր կողքին են։ Միշտ պիտի այդ ակնածանքը ունենանք, որովհետև չունես էլ իրավունք այդ ակնածանքը երբևիցե կորցնելու։ Հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, որ խայտառակ չենք լինի։ Այդ նույն վստահ եմ, որ չենք լինի։ Տիկին Անա, այդ որ թվականից եք դուք թատրոնում։ 74 թվականից։ 74 թվականից Տիկին Անահիտն է, Տիկին Սուսաննան 82 թվականից։ Մյուսներին վախենում եմ նույնիսկ արդեն հարցնել, որովհետև այդ ժամանակ ծնված էլ դե չեմ եղել բնականաբար, բայց հնարավոր է արդյոք ասել նոր խոսք, մանավանդ օգտագործելով այն լավ հին դերասանական կազմը, որը սովոր է ավանդական խաղաոճին, որը սովոր է դասական խաղակերպին։ Ասեմ միանշանակ, եթե այդ նոր խոսքը դու ունես ասելու։ Հենց իմ առաջին մուտքը այդպես եղավ նոր խոսքով ինչի նկատի ունեմ, երբ որ ես դիպլոմային աշխատանք պարոն Ծատուրյանն ինձ թույլատրեց, որ ես դիպլոմային աշխատանք պիտի անեի ու դրանից հետո մյուս բեմադրությունները։ Ո՞րն է դիպլոմային։ Դիպլոմայինս Թումանյանի հեքիաթներն էին, որը ստիպելով է արվել։ Այսինքն այդ թատրոնում երբ նաև ստիպում են, որ սա է ճիշտ, ու ես հետո հասկացա, երբ որ ես հետո իմ երկրորդ բեմադրությունը արեցի, ասեմ ինչի է, հարցին պատասխանեմ, պիեսը ծնվեց թատրոնում, երբ որ ես առաջարկեցի, որ ես ուզում եմ պիես գրել հենց թատրոնի մեջ ծնվի այդ պիեսը, դերասանները, մեր մեծ սերունդի դերասանները պիտի խաղային, անկեղծ ասեմ, կենդանիներ, շուն, պիտի խաղային բոլորը, իրանք պիտի չոքած խաղային։ Այդ ներկայացման մեջ խաղում են ժողովրդական արտիստներ, վաստակավոր մարդիկ, ովքեր ասում են ծնկի եկել իբերել մարդկանց։ Եվ իրենց հավատը, եւ իրենց վերաբերմունքը թույլ տվեց ինձ, որ ես կարողանամ ստեղծագործել ու նոր միտք բերել։ Նույնիսկ երբեմն հենց իրենք են ասում, որ արի ուրիշ տարբերակով փորձենք, արի նոր միտք բերենք։ Եթե իրենք հավատում են քեզ, այդ նոր միտքը ծնվում է պարտադիր։ Այո, հավատը կարևոր բան է, բայց կարևոր է նաև այն պրեսինգը, ճիշտ ու ժամանակին արված պրեսինգը, որպեսզի կարողանաս ստանալ քո ուզած արդյունքը եւ որակը։ Խոսքը իհարկե Վիրաբյան Տիգրանի մասին է, որը եթե պատուհանից պետք է պատուհանից կմտնի, եթե պետք է դռնից կմտնի, վերջի վերջո նա կհասնի այն ամենին, ինչը որ դրել է, իբրև նպատակ, հանուն թատրոնի։ Տիգրան, իրականում մեծ բարդություն է այսօր թատրոն պահել բառիս լայն իմաստով, ապահովել բոլոր խնդիրները, չգիտեմ, փորձել շտկել ծակ տանիքը, անձրևը, կարկուտը, ճաքը, մի խոսքով։
Ես թատրոնում հայտնվել եմ, ընդհանրապես թատերական աշխարհում հայտնվել եմ շատ պատահական, որովհետև ես շատ չար աշակերտ եմ, ինձ 2-3 դպրոց էին փոխել, պատմություններ խնդրել եւ պարտադիր ինչպես ցանկացած ընտանիք նորմալ ուզում եմ որ իրեն երեխան ստանա կրթություն բարձրագույն եւ աշխարհագրական դիրքով ամենահարմար ու մոտ ինստիտուտը թատերական ինստիտուտն էր։ Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտ։ Բայց հիմա էլ է, այդպես ինչքան չար երեխա կա, բերում են թատերական։ Եվ արդեն առաջին երկրորդ կուրսում ես պատիվ ունեի, որ ինձ հրամանով չէր կարելի ներս մտնել Գյումրու դրամատիկական թատրոն։ Ուղղակի պատին հրաման էր փակցված, այս ուսանողին թույլ չտալ մտնել Գյումրու դրամատիկական թատրոն։ Մենք ունենք երկու տարբեր, պատիվ ունեի եւ պատին ունեի։ Այսինքն պատին ունեի հրաման։ Երկու տարբերակով ես գիտեի, որ ինձ թատրոն ոչ մի մուտքից մտնել ուղղակի չի կարելի, նույնիսկ տոմսով։ Բայց ամեն դեպքում չխանգարեց այդ ամեն ինչը դե Տիգրանը նստեց մտածեց, ծխեց, մտածեց ինչ անեմ որ մտնեմ թատրոն, դառնամ տնօրեն։ Դառնամ տնօրեն։ Եվ արդեն երբ որ եկավ Նիկոլայ Երվանդիչը արդեն գեղարվեստական ղեկավարը, ես արդեն ուսանողական տարիներից հետո մտածեցի որ թատրոնում ոչինչ անելիք չունեմ, որովհետև դեռ երկար տարիներ այդ ղեկավարությունը կմնա մինչև 2070-ականները եւ ես ծեր կրնեմ այդ ժամանակ։ Ես հետ եկա բանակից եւ Նիկոլայ Երևանչը կանչեց իր մոտ արդեն որպես դերասան։ Այ տղարի։ Մի հատ ուրիշ մասկա վերցրեցի, ինձ պետք չի ադմինիստրատիվ աշխատանքը, դուք ամեն ինչ ճիշտ եք անում, ես կաշխատեմ այստեղ որպես դերասան եւ Նիկոլայ Երևանչի մոտ սկսեցի խաղալ ներկայացում։ Բայց այդ ընդհանրապես ճանապարհը Երևանդիչին բացատրելու թե ինչքան ամեն ինչ ադմինիստրատիվ առումով սխալ է այս թատրոնում եւ պետք է ուղղել։ Եվ մի օր մտա դուրս ցածել մտա Նիկոլայ Երևանչի կաբինետ շատ ջանց, պարոն Ծատուրյան, մի հատ բան հարցնեմ։ Այս թատրոնում հասկանում եմ որ հիմա 2014 թիվն է։ Իսկ թվում է ինչ մի 100 ու Երևանդիչը այդ նախադասությունը վերցրեց եւ ասեց, սկսեց տալ որոշակի հնարավորություն ինչ որ բաներ անելու։ Պարզ է, Արթուր, դուք տարբեր թատրոններում միշտ հասցրել եք տարբեր կերպ հանդես գալ, բայց այնուամենայնիվ Գյումրիի թատրոնը մնում է։ Այդ միանշանակ ես ինձ պաշտոնապես համարում եմ թատրոնի դերասան։ Մեր երդասարտները Նիկոլայ Երվանդիչը համարի, ես այդ թատրոնի դերասան եմ, ես բոլոր տեղերը, հիմա եթերը ես կոնկրետ ասում եմ, որ ես Գյումրու թատրոնի դերասան եմ, ճիշտ է դուրս են արել ժամանակի, բայց ոչինչ։ Իմ ոչ հորաքույրը, ոչ հորեղբայրը, ոչ հորաքրոջը ամուսինը դերասաններ չեն եղել։ Ուրեմն ես հիշում եմ իմ երջանկահիշատակ հայրիկի ու մայրիկի ասած խոսքը։ Մի անգամ իմ պապան արեստավոր մարդ է եղել։ Բավականին մեծ արեստավոր։ Ասաց տղա ջան, ես որ ասի ինչի՞ չես գալիս, մի հատ արի իմ ներկայացումներից նայ էլի, գոնե տես վերջը ես էլ եմ դերասան, շատ երկար նայեց, ես այդ հայացքը չեմ կարող անել, որովհետև մեծ դերասան ելնես որ։ Ասաց դու էլ ես դերասան։ Փափազյանն էլ, Ֆրունզիկ Մկրտչյանն էլ դու էլ։ Ասի, ահա, ոչինչ։ Կլնի, դες բաներ ալան։ Ասաց քնում էինք հերթ էինք դրել այգում, որ առավոտ շուտ մենք առաջինը հասնենք կասային, որ մեզ տոմս հասնի։ Ես այդ հանդիսատեսից եմ եղել տղա ջան, ես հասկացա իրան։ Երկրորդ մամաս աշխատում էր թատրոնում դալիճում, հերթապահ էր։ Ես այդ ձև եմ մտել թատրոն, մտել եմ Բեմի բանվոր, ճիշտ է սկզբից նեղվում էի, որովհետև ինձ թվում էր, որ ես լավ դերասան եմ, ոնց որ շատ աղբակների հենց սկզբից երեխա ժամանակները թվում է որ իրանցից լավ դերասան չկա, այդ ինստիտուտի բանը չէ, առաջի կուրսը քեզնից լավը չկա, երկրորդ կուրսը չէ, երևի թե կա, երրորդը ասես ես ինչի եկա ստեղ, չորրորդը արդեն թատրոնում ես ու նայում ես ոնց խաղամ որ հանգարց ված չլինի, ամոթով խայտարակ չլինենք։ Ես այդ ձև եմ մտել թատրոն, ես էլ եմ Գրիգոր Մկրտչյանի ուսանողը, շատ հպարտությամբ եմ ասում, ճիշտ է շատ քիչ եմ եղել դասերին, խելք էլի չկա։ Խելք։ Արթուր, իսկ որ ներկայացումով դուք ուզեիք լինել նորից Գյումրու թատրոնում։ Պես մտածած որ գիտեք ինչի եմ ասում որ մտածած դեր չունեմ, շատ կենսագրականներ եմ կարդացել դերասանների։ Ով ինչ երազել է, հասել է դրան, տարել է աղբակ ներկայացում կամ իր աղբակ խաղացած դերերից մեկը, դրա համար չեմ երազում, բայց գիտեմ որ Նիկոլայ Երվանդիչը կանչելու է շուտով վաղը թատրոն նոր ներկայացման մեջ Կրասնագորովի Երվանդիչ։ Այո, ճիշտ է ասում։ Կրասնագորովի խաղաց 3 կանայք են։ Այո, կանացից մեկը ես։
Լավ, մենք իրական շատ պատմություններ ունենք, մանավանդ չմոռանանք, թե ինչպիսի լեգենդներ են անցել այս թատրոնով, ինչպիսի լեգենդներ են իսկապես հիմնասյուներ հանդիսացել այս թատրոնի եւ թատերական միջավայրի ստեղծման համար, եւ քանի որ գեղարվեստական ղեկավարներից մեկը այստեղ է, Նիկոլայ Իրվանդիչը, մենք սիրով կլսենք մի կարևոր մարդու հիշողությունները, նրա հուշերը, պատմությունները, գուցե նաեւ նրա կարոտը, այն թատրոնի մասին, որը դարձավ նրա համար հրավառության պես կարևոր մի տոն։ Երվանդ Ղազանչյանը, մարդ, որը միշտ հետաքրքիր երկարակեցությամբ կարողանում է պահպանել այն միջավայրը, որը որ ստեղծել է։ Լսենք սիրով նրան եւ վերադառնանք։ Գյումրիի մասին ինչպես պիտի սկսել, ինչպես պիտի ավարտել, կամ ընդհանրապես կավարտվի, Գյումրի իմ աշխատած տարիները, ախր ես հաճելիորեն տարբերվում եմ իմ գործընկերներից, որտեղ ես հանրապետության 5 թատրոն եմ ղեկավարել, ըստ դրանց մեջ Գյումրին։ Որ Գյումրիի մասին խոսում ենք, ես աչքիս առաջ այդ ամբողջ թատրոնն է, ամբողջ քաղաքն է, մարդիկ, մեծից փոքր, բոլորը թատրոն էին, բոլորը, եւ դրա համար էլ թատրոնը նրանց համար շատ էր կարևորվում, հրաշալի ժամանակներ էին, այն որ ասում են հանդիսատեսի պակաս չէր լինում, հանդիսատեսը դռներն էր ջարդում, այդպես էին գալիս թատրոն, այդպես նրանց համար թատրոնը հաց ու ջուր էր, եւ գիտեք խնդիրը ինչի որ բեմում իհարկե մեծ դերասաններ էին, Արզո Արզումանյան, Արտավազ Փաշայան, Կարո Արծունյան, Ժաննա Թովմասյան, Նինա Բոխյան, շատ էր, Գյումրին ուրիշ էր, ամենամեծ դերասանին ես հանձնարարում էի մի նախադասությամբ դեր, մի նախադասություն, Արզո Արզումանյանը լուր, Արզո Արզումանյանի նման դերասան մենք քիչ ենք ունեցել, շատ քիչ, այդ մի նախադասությունը գալիս էր, փորձում էր, խաղում էր։ Արուս Ազնավուրյանը խոսք չուներ ընդհանրապես, բայց բեմում էր։ Կարո Արծրունյանը կես էջանոց մի մոնոլոգ էր ասում։ Արտավազ Փաշայանը մի պատկերում էր միայն զբաղված։ Սա նշանակում է, որ նրանք խենթի պես էին սիրում թատրոնը։ Սա նշանակում է, որ իրենք չկային, կար թատրոնը, հետո նոր իրենք։ Սա էլ շատ կարևոր բան, որ մեզ դժբախտաբար հիմա պակասում է։ Թատրոնի արհեստանոցը, հյուսնոցը գտնվում էր ոչ թատրոնի շենքում, մի քիչ հեռու։ Եվ ես ամեն գրեթե շաբաթ թատրոնից որ տուն էի գնում, մտնում էի այդտեղ, ուստախաչիկը կար, շատ հին մարդ էր, Աջեմյանի օրենք էր աշխատել, մի օր գնացի, տեսա անհանգիստ մանա գալիս է, ասում ինչ է ուստախաչիկ, դու ասում եմ 40 սանտիմնոց փետ մանկուկ եմ, 40 սանտիմ, դե ասում լավ չկա բան, 50-ը կտրի, չէ, օղուլ ասում, բա որ վաղ ասում 50 սանտիմետրանոցը պետք է, այդպես կտրելը ուր կերթա, սրանք այդ ուրիշ տեղ մի փնտրեք, սա հայրենասիրությունն է, այսպիսի մարդիկ էին, և պատահական չի, որ սրանք դրսում էին, դրա համար բեմում կային մեծ դերասաններ, ինձ համար շատ սիրելի քաղաք է, շատ սիրելի մարդիկ են, թատրոնից դուրս գտնվող իմ ընկերները, տասնյակ ընկերներ, նորմալ հրաշալի մարդիկ, որոնցից դժբախտաբար շատերը արդեն չկան։ Եվ որ շատ ես սիրում ահր, ինչ քանի անգամ կարող ես ասել սիրում եմ, մի անգամ պիտի ասես, որ արժեք ունենա, Գյումրի, ես սիրում եմ չես։ Գյումրի, մենք սիրում ենք ես, այս արտահայտությամբ կարելի է ամփոփել այս հատվածը, մանավանդ արդեն պարոն Ղազանչյանի խոսքից հետո, եւ մենք շատ պատմություններ ունենք, եւ թատերային ասպարեզի մասին կարելի է խոսել անվերջ, թատրոնը այն գաղտնիքն է, որը անվերջանալի է եւ բազում բանալիներ բացում են միշտ նոր դռներ, այնպես որ կարճատև դադարից հետո մենք վերնիսաժում կշարունակենք մեր շատ տոնական եւ գոնե ինձ համար շատ հաճելի եթերը։
Բեմում միշտ հետաքրքիր է հետևել կյանքին, սակայն բեմից դուրս պատմությունները պակաս հետաքրքիր չեն, եթե ոչ շատ կարևոր։ Ես նորից եմ կրկնում, օրինակ Նիկոլայ Երվանդիչի օրոք, թե թատերական ինստիտուտում, անգամ երբ ուղղակի քննություններ էին հանձնում նրա ուսանողները կամ ինչ-որ կերպառիթ էր լինում, ես էլ արանքում հասցնում էի, ճղում էի և լսում էի տարբեր հետաքրքիր պատմություններ մանավանդ մեծերի հետ կապված։ Պարոն Ծատուրյանը աշխատել է անհավանական քանակի մարդկանց հետ և հզորների հետ, Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան, Վարդան Աճեմյան, ես կարող եմ իհարկե շարունակել այս ցանկն անվերջ, բայց ես կխնդրեի ամեն մեկից ինչ-որ մի դրվագ պատմեք, մանավանդ, որ դուք հայտնի եք ձեր ֆենոմենալ հիշողությամբ, պարոն Ծատուրյան։ Ինչ վերաբերում է ուրեմն Աճեմյանին, մի լավ բան, շատ սրամիտ մարդ էր, ես նստած փորձ եմ անում, եկել Աճեմյանը, նա ծաղրանկարներ էր նկարում, գիտեք, բոլորի վրա։ Ինձ վրա չէր նկարել, եւ հանկարծ տեսա, որ թուղթը մատը դրեց, սկսեց ինձ նայել նկարել։ Ես ինձ քարացած նստած եմ, որ նկարի էլի երազում եմ, վերջը մեկ էլ տեսնեմ, ես ճաբարեց խցեց, ասի ինչ եղավ արդեն, չի տասում, ասի ինչի։ Ծաղրանկարից դժվար է նկարել։ Նիկոլայ Երվանդիչ, իսկ Դովլաթյանը մի հատ էլ բան պատմեմ, սա հանճարեղ բան էր։ Դե գիտեն, որ ես Ֆրունզիկ Մկրտչյանին ինչ-որ նմանակումներ եմ անում, լավ էիք անում ժամանակին։ Չգիտեմ, բայց ուրեմն ես եւ Տիկին Այդան խնդրում եմ մի հատ ցույց տաք հայ էկրանի վրա։ Մենք Տիկին Այդային ամբողջ ընթացքում սիրով վայելում ենք, նա ուշադիր լսում է։ Ի տարբերությունից։ Հա, մտանք Գյումրիում խանութ, աշխատողը նայեց, ասեց, վայ, բարև ձեզ, պարոն Ծադուրյան, մեկ ձեզի շատ կհարգենք, շատ սիրենք մեր քաղաքի պարզանքն եք, ես ուտեց բաներից։ Ուշտեմ ելնում, ասի, լավ, ես պամիդորը մի քիչ տան, շատ ձեզի կսիրենք։ Մեկ է շուր եկավ, ասեց, ենթադրեք չի, անունը չեմ հիշում, Նազիկ, գիտես չէ ով է պարոն Ծադուրյան, ասեց, ով է, իր։ Մեր Ֆրունզիկ Մկրտչյանի աղբերն է։ Չեմ ճապած։ Շատ լավներ է։ Այլ մարդս բակը դի։ Շնորհակալություն պարոն Ծատուրյան, մեր երիտասարդ գեղեցկուհի Մանոն վաղուց լուռ է, ես ուզում եմ այս բանի հարցը սերս ուղղել, երբ որ լսում եք տարբեր պատմություններ ու հիմա զուգահեռ եք տանում արդեն մեր այս նոր ժամանակի հետ։ Արդյոք թատրոնը նույն շունչը ու նույն հետաքրքրությունը ունի։ Ժամանակին դեմքեր են նստած իմ առաջ, ու տեսնելով հեռուստացույցով, տեսնելով թատրոնում, երազում էի, բայց ինքս իմ երազանքից վախենում էի մի օր հայտնվել նրանց հետ միևնույն հարթակի վրա։ Երբ առաջին անգամ հասկացա, որ ես գտնվում եմ 150 տարեկան թատրոնի բեմում, ուղղակի պետք չէ գիտակցել, պետք է ապրել ու վայելել այդ պահը։ Կեցեք, այո, արդեն 151-ը բոլորած 152-ի մեջ, ինչպես ասում են, քանի տարեկանից 152-ի մեջ եմ, հիմա մեր թատրոնն է։ Տարօրինակ բան է դերասանը, որը հայտնվում է բեմում, որովհետև բեմում միշտ ամեն ինչ անհարմար է։ Այդպես է թե ոչ։ Իմպրովիզի միջոցով փորձել, չգիտեմ, դուրս գալ տակից սիտուացիայից, այն նման դեպքեր վստահ եմ, որ շատ են եղել։ Եթե կարող եք մտաբերեք այս պահին։ Խաղում ենք ուր է քաղաք տանող ճանապարհը։ Երկրաշարժի 20-ամյակին էր նվիրված, ներկայացումը սկսվում էր հոգիների պարով, երաժշտություն, ծուխ, շատ լարված վիճակ, դալիճը շունչը պահած հետևում է, իմ մուտքը դալիճի վերևից էր, հանդիսատեսի միջանցքով պիտի գնայի խոսելով դեպի բեմ։ Այդ ծանր բան է։ Եվ այսպես էր բեմադրված, երաժշտությունը բարձր լռում է եւ մարդը քնից ոնց է ճճալով արթնանում։ Իմ ճիճը պիտի այդպեսին լիներ, որ այդ իր մղձավանջն էր, ահա ուժեղ ճճալով, երաժշտությունը կտրվեց, ես ճճացի եւ կողքից մեկը ասեց գրող, բախեցավ ինքն էլ վեր թռավ։ Կամ իրեն թվաց, որ հանդիսատես է, որտեվ ինձ չէին տեսել, ես հետևում եմ իրեն։ Գրող, հիմա դալիճը ծիծաղում է, լուրջ ներկայացումը շարունակես խոսելով գնաս իրենց միջով։ Հովանես։ Անվան ծաղիկը ներկայացում ենք խաղում տարիներ առաջ, ես հրեշի դերն էի խաղում, այդ ներկայացման մեջ։ Հա, Ալյոնուշկան Տիգին Անահիտն էր, ես խոսում էի կուլիսներից, միկրոֆոնում ու վազում էի հետնավարակույրից, մտնում էի բեմ
Եվ այդ սպասման տեսարանն է ուշանում է, մոռացավին, չվերադարձավ եւ հետանվարակույրից մտա, բեմի մեկ բանվորները մոռացել էին նավակը վերցնել կալցոյի վրայից։ Ես այդ կալցոյով փաթաթվեցի, ընկա, շփոթվեցի հրեշի շորերով եւ չեմ հասկանում ինձ հետ ինչ է կատարվում, Տիկին Անահիտը բեմում տերիմ, տերը չկա։ Ես ասում եմ կամած Տիկին Անահիտ մի քիչ սպասեք, շփոթվել եմ այդ նավը, ես շորերը չգիտես ինչը ու զգում եմ որ դեմքս տաքանում է։ Մի կերպ մտա բեմ, այդ տեսարանը խաղացինք ու տրակվում ես գեստը արքայազն է դուրս է գալիս, արքայազն է դուրս է գավ ու դալիջից սիրուն։ Սիրուն։ Պարզապես արյան մեջ կորած էր, քիթս կոտրվել էր այդ ժամանակ։ Դրա համար տակ ջերմություն է զգում։ Ասկի չեք էլ զգացել։ Չեմ զգացել։ Բեմում չեն զգում էլի։ Չեմ զգացել ոչինչ։ Ուրեմն ներկայացում ենք խաղում նոր տարվա, ինչպես միշտ բոլոր համարյա 90% ռեժիսորները հեքիաթները խառնում են սաղ իրար, երեխեք չեն հասկանում ինչի մասին է։ Սաղ հեքիաթները խառնած էր իրար, Ռաֆիկներ Արեգ Գրիգորյան, եթե ճիշտ եմ հիշում։ Մեր դերասանուհիներից իմ լավ ընկերուհին հիմա Միացյալ Նահանգներում է։ Ինքը խաղում է Կարմիր գլխարկ, ես խաղում եմ ավազակ։ Ես իրամ պիտի կողանը տանեմ։ Այդ է էլի գողացակ տարանք։ Հա, գողացանք տարանք։ Ու ինքը կողովով բանով կանգնած է, պիտի կողանամ տանեմ մեր Լեյլային Թադևոսյան։ Ինքն է գիտի որ ես խտացրած կատ տեսա, մոռանում եմ որտեղ եմ, ինչի եմ, ինչի համար եմ ընդհանրապես։ Խտացրած կատը բացած դրել է այդ զամբյուղի մեջ։ Ես որ տեսա այդ կաթը, ես վերցրեցի ու դուրս եկա բեմից։ Կուլիսներում կանգնած խմում եմ, Լեյլա մնաց, բարձր երեխեքը նստած։ Քաբնձի մի օբդի բարձն է։ Իսկ մի բան էլ կասեմ, չեմ խոսա։ Մենք փչացրեցինք ես ու Տիկին Սուսանան մի հատ շատ երևի շատ շնորհալի աղջիկա կենսագրություն, որ ասում եք Գյուրիում թողել են, գա աղջիկը դերասանուհի դառնա։ Սուսան երևի գիտի ինչ իմաստ։ Ասի Սուսան, արի ներքև բան եմ ասում։ Մի հատ Տիկին իր աղջիկան բերել է, որ ընդունեն թատրոն ստուդիա։ Զգալով Տիկին Սուսանայի ռեակցիայից ինչ որ շատ լուրջ պատմություն է սա։ Այս Տիկինը կանգնած է իր երեխու հետ, ես ներքևից Սուսոյին ասում Սուսան, արի ներքև բան եմ ասում։ Ասեց հիմա չեմ կարող։ Փորձից հետո ասի շատ կարևոր բան եմ ասում Սուսո, արի ներքև, ասեց չեմ գա։ Աստեղ մնա։ Հելա վերայով Սուսոյին sense գրգեցի։ Ու տակ հաստիճաններով իջանք։ Այդ կնոջ ասածը ես ասեմ։ Այս կինը ցես նայեց, որ գրկած ինձ իջացնում է, աղջկան ասեց. Քելե։ Ուրեմն բանը երկու տիրոջ ծառան։ Բեմադրությունը Ալբերտ Մկրտչյանի։ Ինքը զբաղված է, զբաղված չեմ։ Պոլիսները կանգնած են։ Ինչպես միշտ Արթուր։ Ասի ով ինչ կա, ինչ ես հանում, ասած Անդեր շունպես լավ է, դու ստեղ չես ցախ դերերը ես կխաղամ։ Պոլիսները կանգնած են, երկու տիրոջ ծառա, այդ վենետիկյան լոդկա ասեմ։ Լոդկան կոնդոլներ այսպես ասած, կալցոյի վրա դրած։ Այո։ Դրած գալը եկա մարդ չկա բեմի վրա, այդ լոդկի մեջ էլ մարդ չկա։ Ու ինքը ինձ բացատրում է։ Տեսնում ես Ալբերտ Մկրտչյանը կինոշնիկ է այդ տղա։ Լոդկեն գնաց։ Մարդ չկա բեմի վրա, լոդկի մեջն է մարդ չկա։ Բա ոնց գնաց։ Շարժում է սիրուն, հասկանում ես, կալցոյի վրա է այդ բանը։ Հասկացա։ Եկավ նորից գնաց, այ եթե այդ ժամանակ երեխա էր։ Հազարներություն ասած այս ճինդարները, yəni քծիվները։ Ճուլեր առնեն երկնագույն, այստեղից այնտեղ այսպես թափահարեին, իբր ջուրն է, Վենետիկն էլի։ Մտքի տնիշն է իրա, այդ լոդկեն էլի եկավ գնաց։ Եթե այդպես լիներ, հասկանում ես, դու չես պատկերացնում ախր, վերևից պետք է մեկ այդ լոդկեն եկավ, ասում, «Քավա ես մեջը պիտի եղեի»։ Չէ, Ալբերտ Մկրտչյանի ցայնը ստապեցրեց, օրո։ Ես ով եմ, ես չմտել ես, հասկացա որ ես եմ։ Այո, դե որ ասում եմ Գյումրին ինքնին մի մեծ թատերաբեմ է, հո հենց այնպես չեմ ասում։ Ես առաջարկում եմ լսենք նաև մյուս դերասանները, արտիստները, մարդիկ պարզապես սիրողները ինչ պատմություններ ունեն կապված թատրոնի հետ։
բոլորս հետ նայում ենք Փափազյանի վերջին կորադոն։ Ու երբ վերջացավ, ներկայացում արդեն հասնում է վերջին ակորդին, մեր ժողովուրդը սովորություն ունի, բարձրանում է տեղից ուզում է գնալ։ Մենք ունենք մի հրաշք քարտուղար, Գևորգ Կարիբյանյան, որ տեսավ ժողովուրդը դուրս է գնում, ինքը ոտքի կանգնեց։ Ասեց՝ կանգ արեք, լեննագանցիներ, ես ուր եք գնում։ Կախարդված կանգնեց ժողովուրդը։ Ու շշմած նայում է թե ինչու կանգնեցրել ես մեզ քարտուղարը, բայց ով կարող էր ցայն անել։ Ասեցի՝ եդ եկեք, մոտեցեք, բեմի վրա հայոց թատրոնի հսկան է կանգնած։ Եկեք շոշափեք կոշիկներից, շորերից, ամեն ձևով մոտեցեք նրան, որ հետո սերունդներին պատմելու բան ունենաք, որ տեսել եք Մեծն Փափազյանին։ Ուրեմն անգամ ես յամփից նվագում ենք ներկայացումներ, չեմ հիշում որ ներկայացումներ, դե ես մեր ֆլետիստը սա իր այս դուտկեկը շարել էր էլի, մեծ, փոքր, միջին, երկար, կարճ, սենց ակուրատ նշարած, ես չաղեր խաչիկ ունեինք, լեգենդար մարդար լեննականում, եկավ նայեց, շատ կամանց, դե ներկայացումն էտումա մենք ծածից նվագում ենք, ասից տղերք մի բան հարցնեմ, սրանցից էքն ու որցը որն է, այս ֆլեյտերից, դե պատերացում մեր միջակը, ոչ ենա ներկայացում լավագը մի պարդկոց էր եկե, ոչ եմ սաղաս վիգը վեր ստացանք, տենց խոխմեկ է անում են, իհարկե։ Ես բեմադրություն է անում թատրոնում եւ գիշերները մնում էի մենակ, բեմի հետ, դահլիճի հետ, բեմում վարվում են միայն հերթապահ լույսը, դահլիճում մարդ չկար, բնական է, անգամ պահ եկավ, ես մենակս բեմի վրա կանգնած գիշերվա 2-ին հանկարծ սկսեցի արտասանել, իմ սիրած չարեցը։ Երբ որ ջեռուցում չկար թատրոնում, բայց թատրոնը շարունակում էր ապրել եւ ներկայացումներ պատրաստել ու մատուցել իր հանդիսատեսին, ես ներկայ եմ եղել ներկայացման, երբ որ ներկայացման ընթացքում լույսերը անջատել են եւ թատրոնի անձնակազմը պատրաստված լինելով այն կորեական լամպերը միացրել են, մի 6 լամպ, 3 լամպ էս կողմում, 3 լամպ էս կողմում եւ շարունակել են ներկայացումը, դադար չի եղել է դադարը մի րոպե ու կես, այնքան ժամանակ մինչև լույսը տվել է եւ օրինակ այդ տարիներին բացի արտիստներին ավացիա տալուց հանդիսատեսը նաեւ ավացիայով դիմավորում էր լույսի տալը ներկայացման ընթացքում եւ կարծես էսի հումոր էր քաղաքում, հա, շրջում, որ հիմա արդեն պարզ չի ավելի շատ արտիստներին են ծափահարում, թե լույսը տալուն են ծափահարում, բայց իհարկե այդ հումոր էր պարզ է, որ միշտ էլ արտիստներին ավելի շատ են ծափահարել։ Գյումրի Երևան ռասայական խտրականություն, այդ միշտ բոլոր ժամանակ ռասայական խտրականություն, միջազգային երևանցիները միշտ ունեցել են այդ խտրականությունը եւ գյումրեցիները միշտ այդ Արոն երևանցիներն ունեցել են, գյումրեցիք էլ չեն ունեցել։ Այդ գյումրեցիները միշտ այդ երկրորդ քաղաք լինելու կոմպլեքսը, դա մայրաքաղաքը եւ հայրաքաղաքը։ Որովհետև մայրն է թելադրում ամեն ինչ։ Բայց հայրն է որոշում ամեն ինչ վերջին։ Այդպես ասում են, բայց իրականում։ Այդ հարաբերությունն է, երբ Լևոնը Հարությունյան իր մի քանի ընկերների հետ գալիս է նայում Նիկոլայ Երևանիչի ներկայացումը, 3 աթոռ ներկայացումը, եւ գյումրեցիները միշտ շատ հպարտանում են ներկայացումներով, առավելապես այն ժամանակ, երբ կա Երևանիչի, եւ ինքը ապացուցելու բան ունի։ Եվ հերթական անգամ ներկայացումը վերջանում է, ու Լևոնը սովորական բարձրում է վերևոր գնա Նիկոլայ Երևանիչի մոտ, մի հատ լեննականցի կին ֆիքսում է Լևոնի աչքերը եւ մեր մոտն էլ սպես ներկայացումներ կեղնին սպանիչ հայացքով սակացել են մի երևակայի եւ ամենա լավ պատմությունը երբ իրանք շատ անմիջական են եթե ներկայացումը հետաքրքիր չէ իրանք սկսում են զրուցել իրար հետ ինչ որ պատմություններ պատմել ու երկուքին իրար հետ խոսում են ասում են աղջի ջան, այս մարդը բաժնվավ իր ակնկալից։ Ներկայացման ընթացքում մի հատ թատրոն եկեք հյուրախաղերի, միշտ 3-րդ ժամից հետո էլ հետաքրքիր չի ու խոսում են իրանք, ասում են բաժնվավ մարդուց առավ ուրիշ մարդու, այս հետ դիմաց մի հատ կինն է նստած մանկավար, նայում է ներկայացում կներեք չեմ լսում էլի ու էլի շարունակեմ Սիգորդ բաժնվավ, բաժնվի սորը մեր ուրիշ կնիկ մի առե, սիկ վապշե բանից մեկ էս կին էլի ես կներեք չեմ լսում եկեմ Քամե ֆրաս, ինչ պարտադիր է դու լսես մենք ինչ խոսանք։ Ու վերջի դեպքը, երբ որ խաղում ենք հիմա լիրարքան ներկայացումը, ու
մի հատ տղամարդ եկե, Տոմսան, գյումրեցիներս ասում են միշտ ամենալավագույն տեղեր առնեն։ Մեկ եկել է, բնականաբար դրամարկ, ես է դրամարկում նստել, մեկը Քուր ջան, երկու հատ լավ տեղերից դու։ Ասած դե գիտեք, դի շուտ կա, արդեն վերջորեն ներկայացման Տոմսերը սպառված է, որտեղ ունի ստեղ դու։ Վերցրեց երկու հատ Տոմսը 18-րդ կարգում, 18-րդ կարգ։ Էսի քո ճորդատիրական կարգերն է, Քուր ջան, ես տեղ ինչ եմ նստում։ Ունիկալ պատմությունները, իհարկե մենք ասում ենք Գյումրին, ասում ենք թատրոնը, թատրոնի շենք, անշուշտ արվեստագետները, ռեժիսորները, բոլորը շատ կարևոր են, բայց լրիվ այլ հարց է, երբ որ դու Գյումրիի թատրոնի բեմում ես եւ նստած է հանդիսատեսը, գյումրեցին, եւ քանի որ մենք չենք կարող խոսել Գյումրիի թատրոնի մասին եւ անպայման չանդրադառնալ հանդիսատեսին, առաջարկում եմ հենց հիմա նայել տեսանյութ, որը պատմում է հանդիսատեսի տպավորությունների ու նրա հետ կապված պատմությունների մասին, շատ տարբեր։ Ճշմարտություն է, որ գյումրեցին իր գլխարկը հանում է մեկ եկեղեցում եւ մեկ էլ թատրոնում։ Ուրեմն այս արտահայտությունը հին արտահայտություն է, բերնեբերան փոխանցված է, որը ներկայացնում է իրական ճշմարտությունը Գյումրեցու վերաբերմունքի մասին, ոչ միայն դեպի եկեղեցին, այլ նաև դեպի թատրոնը։ Գյումրվա թատրոնը էականորեն տարբերվում է մյուս բոլոր թատրոններից, որովհետև այստեղ ուրիշ անգամներ էլ ասել եմ, հանդիսատեսը սոսկ հանդիսատես չէ, մասնագիծ է։ Ռեպլիկներ է տալիս, ռեպլիկներ է ստանում, իմպրովիզացիա է անում, այնպես որ մասնակցում է, չի դիտում։ Մարդիկ իրենց վերաբերմունքը հենց ներկայացման ժամանակ են արտահայտել։ Եթե չար հերոսը ինչ-որ մի բան այնպես չի արել, դու անպայման դահլիճում կլսեիր հետևից ինչ-որ մի տարեց կնոջ ձայն, որը ասում է, վայ թաղեմ պոետ այդ խեղճ աղջիկը քեզ ինչ էր երել։ Կամ եթե ինչ-որ ծիծաղելի բան էր տեղի ունենում, անպայման կլսեիր տղամարդու մի ձայն, որը կասեր «Ծոսիգլարի ոյին բազե», կապ չունի, որ դա կարող է Շեքսպիրի հերոսներից մեկը լիներ։ Իրենք թատրոն ոչ թե գնում էին մենակ թատերական խաղը դիտելու, այլ զգեստ էին ընտրում, ոնց որ հարսանիք են գնում, ոնց են զգեստավորում էին։ Իրանք այդ ամբողջ օրը թատերական էր։ Գյումրու հետոլենինականի հիմա արդեն էլի Գյումրու թատրոնը բոլոր ժամանակներում եղել է բարձունքի վրա։ Միշտ եղել է մշակութային իրականության, մշակութային իր ժամանակաշրջանի մեջ մշակութային իրադարձությունների կենտրոն, զնդան մի տեսակ, որտեղ թե փորձարկումներ ու էքսպերիմենտներ են կատարվել, թե ծնվել է միշտ լավը, միշտ նորը, միշտ գեղեցիկը, միշտ հետաքրքիրը։ Նույնիսկ հանդիսատեսը թատրոնին ու երևույթին վերաբերվում է շատ ավելի ուրիշ կերպ։ Այնտեղ մարդիկ հագնվում, կապում, պատրաստվում են, այսինքն հանդիսատեսն էլ է գնում թատրոն ու որ հրաշքին ու առողջվածին մասնակից լինի։ Ողջ քաղաքի մեջ բխտում է այդ զգացողությունը, որ այս քաղաք ապրում էր թատրոնի համար, հիմա ապրում է թատրոնի համար, խնդիրները արվեստի շուրջ միշտ թատրոնի կողքին են, ինչու։ Այդ շենքը ես այսօր համարձակ կարող եմ ասեմ, որ թատրոնի շենքը միայն թատրոնի համար չէր այնտեղ։ Գյումրեցիները սիրում են հավաքվել, խոսել, սիրում են իրար հետ քննարկել։ Թատրոնի շենք ասվածը միշտ եղել է խորհրդանշական մի հատ վայր, որտեղ մարդիկ պայմանավորվել են, հանդիպել են, սիրալված զույգերը ժամադրվել են, տարիքով մարդիկ ման են եկել թատրոնի շենքի դիմացի հրապարակում եւ օրինակ այսօր Գյումրիում եթե ուզում ես պայմանավորվես եւ հստակ իմանաս, որ կապ չունի ով է, նույնիսկ ոչ գյումրեցի, ինքը հաստատ կգտնի այդ տեղը, որտեղ որ դու իր այդ պայմանավորվել ես, դու ասում ես, այս ժամին արի թատրոնի շենքի դիմաց, ինքը հաստատ կգտնի թատրոնի շենք։ Աճեմյանական թատրոնը Գյումրու անբացատրելի ֆենոմեններից է։ Կարծում եմ դեռևս որևէ մեկի չի հաջողվել բացատրել այն առեղծվածը, թե ինչպես յուրաքանչյուր նոր ներկայացում քաղաքում վերածվում է իրական տոնի։ Դա տոն է եւ քաղաքի համար, եւ գյումրեցու համար, եւ աճեմյանցիների համար։ Գյումրեցին սովորել է, որ դերասանությունը պետք է անել բեմի վրա եւ կյանքում պետք չի դերասանություն անել։ Ուրեմն Գյումրիի թատրոնը մեր ժողովրդին դա սովորեցրել է եւ շարունակում է սովորեցնել դերասանությունը թողնել բեմին, իսկ կյանքում լինել անկեղծ, ճշմարիտ, սեփական դեմքով։
Պատմություններն անվերջ են եւ ես այնքան ուրախ եմ, որ մենք դեռ ունենք ժամանակ ու դեռ շատ բաներ ենք լսելու, կորզելու ենք մեր հյուրերից հետաքրքիր նյութեր, պատմություններ, հիշողություններ, բայց չմոռանանք մի շատ կարևոր բան։ Գյումրի հողու ջրից է, թե Գյումրիի մթնոլորտից է, թե իսկապես նրա արվեստասեր լինելուց է, բայց այնտեղ յուրաքանչյուրի արյան մեջ, ինչպես որ թատերայնությունն է, այդպես էլ երաժշտությունն է։ Ընդ որում որակով երաժշտության մասին մենք պետք է խոսենք, հիմնականում Գյումրին հայտնի է եղել իր ռոկով, իր ջազով եւ մինչեւ որս մենք զարմանալի կերպով կարող ենք տեսնել այնպիսի համերգային ծրագրեր, որոնք իսկապես հիացնում են։ Այսօր մեր վերնիսաժը թերևս չէր լինի լիարժեք, եթե չլիներ ամենից հայտնի խմբերից մեկը, եթե ոչ ամենան, որը 78 թվականից ստեղծվեց, դարձավ մի մեծ ուղղություն, նոր հզոր շարժում եւ այսօր նրա 3 ներկայացուցիչներն այստեղ են՝ Գագիկ Ջակ Բարսեղյանը, Արման Քոչարյանը, Գեղեցկուհի Աննա Քոչարյանը, մի քանի սերունդ է խառնվել իրար եւ մեր տաղավարում է Բամբի ռոք խումբը։ Բոլովից արի ջվեր, ծիտրույց են շոպուրսուր են, չատոյեն ծիտ նովազիկ, նենգեր մարգո ու արձանիկ, մայլի թղերկ ձեզ գուրբան, ձեր լիզում ձեզ պապան, հոտ ջան լեննագան, ռեգոթների դուրբան, հեյ ջան ջան, էին յումրի, լոտի բոտի տոն սայրենի, Դեմ որչ լինես լեննագան, երկիրին չղ ցենտրիկած, Շիգարիշ է որ հոգու ժավել կարծ, Մակին դուշ ջան, ջան է ջան, Որ մալիցս, քեզ իր որբան, Ապ ջան, ջան է ջան, Մայլ էդ որն է, քեզ իր որբան, Բարասին կաղթի վրա թրջող տաբաղ է կորեն, թրջող տաբաղ երկնքից ծաշեց ովեր կուզավեր, բերնի տրազմերին գուրբան, խոնախ են կրնաներան, հոտ ջան լեննագան, ռեգոթների գուրբան, հեյ ջան ջան, էին յումրի, լոտի բոտի տոն սայրենի, Ոտից գլուխ է լեննագան, Հլոշի մայլից կապախան, Տեքստիլ շրջր պալիգոն, Կարծ արդի բաշրըգն տաքսի ժվեր խաչիկ, Տագից ֆայկան դու միշտակի, Գրուգնդան, էշտանգան, Խորատեքից բլանըդան, Խելքի դոնոր մայլի տղենք, Խորատեքին համոտավեք, Բաշնավին, կաչալվարով վարակյանին հաստատ
էր վերնիսաժի եթերում Բամբիր։ Բրավո, շնորհակալ ենք շատ։ Մենք դեռևս կվայելենք Բամբիրի կատարումը մեր այսօրվա հաղորդման ընթացքում, բայց նոր այս երգի հետ կապված ես հասկացա մի բան։ Եղել է 3 հնագույն լեզու, ենթադրենք սեպագիր արձանագրությունները, երևի արամեերեն եւ բամբիրերեն։ Վերնիսաժը դեռևս շարունակում է իր ընթացքը, իհարկե լավ տրամադրությանը, ինչպես որ կյանքում, այդպես էլ մեր տաղավարում մի քիչ հաջորդում են ոչ այդքան լավ հուշերը, բայց կյանքը բաղկացած է պատմության տարբեր էջերից եւ չի կարելի անտեսել այն, ինչը տեղի է ունեցել անցյալում, իհարկե միայն նայելով առաջ դեպի ապագա։ Կարճատև դադարից հետո կշարունակենք։ Ես անչափ սիրում եմ գյումրեցիներին իրենց ժպիտով, իրենց ուրախությամբ, իրենց երբեմն ցինիզմի հասնող հումորով եւ բավականին բարդ է պատկերացնել նրանց 88-ի ավերիչ երկաշարժի իրադարձություններից հետո, երբ իհարկե ժպիտը չքացավ երեսից բոլորի, սակայն նրանք չդադարեցին լինել տոկուն, հումորով եւ բնականաբար որքան էլ որ անսասան մնաց թատրոնի շենքը, ինչ որ շատ կարեւոր բան, ինչ որտեղ կոտրվեց, իհարկե, բայց պետք է ասել փառք ու պատիվ եւ անսպառ կորով գյումրեցիներին, որոնք կարողացան գտնել նոր ուժ, նոր էներգիա, նոր հոսանք դեպի վեր, դեպի նոր զարգացող թատերային արվեստ, դեպի նոր զարգացող կենցաղ եւ առհասարակ դեպի նոր կյանք։ Իհարկե չմոռանալով անցյալը եւ նրա խնդիրները։ Վերադառնանք եւ հիշենք անմիջապես 88 թվականի երկրաշարժից հետո, որը ցնցում էր ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես ու մանավանդ հոգեբանորեն, հա, խնդիր էր առաջացնում։ Տիկին Անահիտ, որոնք էին առաջին ներկայացումները, որոնք կարողացաք հավաքել ու խաղալ։ Առաջին ներկայացումը, որ խաղացինք, Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ Շեքսպիր սիրո ապարդյոն ճիքերը, շատ գունեղ, շատ զգեստները Երևանում կարվեցին, շատ ճոխ, շատ շքեղ, մտածում էինք, որ երևի պետք է մի հատ, այսպես լավատեսական մի բան, տոնական, վախ ունեինք, որ դատարկ դալիճների պիտի հանդիպենք, առաջին ներկայացումը մի տարի էր անցել, չէ, երկրաշարժից, որ պրեմիերան պիտի լիներ, ու երբ որ վարագույրը բացվեց եւ լեփ-լեցուն դալիճ էր, ինչեւ հիմա էլ փշաքաղվում եմ, երբ որ հիշում եմ, դա չգիտեմ, մի ուրիշ զգացողություն էր, որ այո, ապրելու ենք, աշխատելու ենք եւ կյանքը շարունակվելու է։ Տիկին Սուսանա, դուք ամբողջ ընթացքում եք եղել Գյումրիում, նաև երկրաշարժի օրերին ու տարիներին։ Ինչպես էր տեղի ունենում անցումը սովորականի կյանքի եւ արդյոք դերասանը ինչ որ սիրտ ուներ բեմում կերպար կերտելու։ Մենք Երևանից գնացինք, խաղացինք, վերադարձանք ներկայացում երկրաշարժից հետո։ Իմ առաջին զարմանքը նա էր, որ այդ օրերին, որ գալիս էի Գյումրի, այդ օրերին Սպիվակովի համերգն էր։ Անմիջապես հետո էր երկրաշարժից, երևի մի կամ երկու ամիս հետո։ Ես որ տեսա դա, ես վախեցա մտնեմ բեմ, ասի ես փլվի գլխիս առաստաղը, որ չտեսա դահլիճը լեփլեցուն։ Նրանք ինձ ուժ տվեցին, որ ես չվախենամ, ասի եթե ես ժողովուրդը այս վշտի մեջ երկու ամիս հետո լցվել են այսպես ու չեն վախենում, ես ինչ եմ վախենում։ Սպիվակովի համերգին մինչև թատրոնը, հետո նոր թատրոնը վերադարձավ Գյումրի։ Առաջինը Սպիվակովի համերգին էր լեփ-լեցուն լցվել դահլիճը։ Հովհաննես, դուք 1 տարի անց վերադարձաք թատրոն, ճիշտ եմ։ Ինչ էր տեղի ունենում այդ ընթացքում։ Վերականգնվում էիք, ուժ էիք հավաքում, թե խիզախություն, ինչպես Տիկին Սուսանան նշեց։ Պետք էր վերադառնալ թատրոն, որովհետև թատրոնը սկսել էր դատարկվել նաև դերասանները, դերասաններն էին գնում, դուրս էին գնում, չէին ուզում վերադառնալ։ Եվ ես Ղափանից եկա թատրոն, Ղափանի դրամատիկը թատրոն եմ աշխատում այդ ժամանակ։ Վերադարձա թատրոն եւ սկսեցի ստեղծագործել մինչեւ այսօր էլ որոշումը ճիշտ է։ Դե դա որ հաստատ, իհարկե ժամանակ ավելի հստակ ցույց կտա, Արթուր որտեղ եք երկրաշարժի տարիներին։ Գյումրիում է, ես Գյումրիում բացվել էր նոր առասպելի թատրոն, Տիկին Աննան էր անում, թատրոն որպես այդպեսին վերցված էր չգործող եկեղեցի, երկրաշարժի ժամանակ
փլվեց եկեղեցին, գմբեթները փլվեցին ներս, մարդիկ մահացան, խոսքով, բայց չեմ ուզում այդ տխուր նոթայի վրա գնալ, որտեղ ես շատ ծանր եմ տանում, ոնց որ բոլորը ուզում եմ փոխեմ։ Ես հրավիրված եմ եղել Կռնունկներ սրճարանի պաշտոնական բացմանը։ Ինձ հրավիրատոմս են ուղարկել, դա գտնվում էր 9 հարգանի շենքի կդուլին։ Ես հետ եմ վազում տուն, ու մտածում եմ մեր տունը փլվել է արդյոք, կան մերոնք, չկան, խոսքով այդ բանի մեջ վազում եմ, տեսնում եմ շենքը ծռվել է եւ վառվում է այդ սրճարանը։ Առաջի բանը, որ մտքովս անցավ, ասես համ պաշտոնական բացմանը ներկա եղա, համ պաշտոնական փակմանը, ու վազում եմ տունում, մտքիս մեջ ասում եմ, կարող ես գցի խելքս, ես ինչ գիտեմ, հերս կա, մերս կա, կարերս կան, չկան։ Ու ես առաջի անգամ, որ ուշად հապվել եմ այդտեղ եղել, որ մեր հարևանի մարդուն տեսա, ասեց, այս բարուր մեր տունը, մերոնք ասես գնա, տես ծերը ինչ եղել, ես զարթնեցի այն ժամանակ, երբ որ մեկը վազում էր, ոտքը երևի դրեց գլխիս վազեց, ես բան եղա, հելա վազեցի տուն, մեր տունն է կար, սաղ է կային, սա նորմալ էր, ոչվյան չէր, դա հա, այդ միջի բաները փրվել են, ջարդվել էր։ Եվ ընդհանրապես բոլոր ցածրահարկ ու հաստ իրենց ձեռքով սարքած տները մնացել էին հստակ կանգուն, այսինքն այ այդտեղ էր որ կար, որ ասում են Գյումրին մնաց կանգուն, Լենինականը փլվեց։ Իրոք Գյումրին մնաց կանգուն, Գյումրին մնաց։ Շատ խորե խոսք է, որովհետև սովետական կառույցները փլվեցին, ինչպես որ սիստեմները այն ժամանակ, ինչևից է։ Ես հիշում եմ, երբ որ նոր բանից հետո, երկրաշարժից հետո, բերել էին մի ներկայացում, որտեղ բեմի վրա դագաղեր եւ մեռած մարդեր կտակը։ Հետո կտակը, հա։ Նայեցին, ասին, չհասկացանք, մեր մեռելները քիչ են երևն ցեմ բերում, ստեղ խաղին։ Տեղը, այնպես որ շատ վտանգավոր է։ Հետո գիտես ինչա ինձ շատ է դուր գալի, ես այդ հատկանիշ շատ եմ սիրում։ Հա, լավ, դարդ, լաց, բայց ես սիրում եմ, երբ որ այդ լացը ոչ թե վայ, հասկացանք, այլ ներսից լացալնում հաջորդ մի քանի ժամանակ հետո հումորը անում, այ այդ ինձ համար շատ գնահատելի բան է, դրա համար էլ ուրեմն սայց մի հատ անեկդոտ կա, օնիկ, հլարի, ես լենական լեզվով լավ չեմ խոսում, բայց երևանցիներին հետ կան չի տված ճիշտ ասխալը, նստած տելևիզորը նայում, ասում օնիկ, հլարի, ապչան ես ինչ է, Լոս Անջելեսում ժաշկ եղե, ասում այսօր ինչքան օգնություն տվեցին, ասում 20 միլիոն, մեզ ինչքան տվին, 200 միլիոն իա, ասա որ շրջապատ չունեկը չի շաշկինի։ Լավներ ես չէի լսել։ Այև դա երբ համարյա մի տարի հետո բանից երկրաշարժից, այս է էլ ինձ դուր գալիս, որ այդ ոգու ամրությունը։ Այո, ոգու ամրությունը, պնդությունը եւ գյումրեցիներ, օրինակ լորեցիները ավելի փափուկ են իրենց բնությամբ։ Շատ հումորով են լորեցիները։ Այո, չեմ ասում հումորով չեն։ Փափուկ են, բանեն, ճպտերես գյումրեցին այն քարի նման պինդ ունենց ուրիշ հումոր է եւ Հիմա մի անեկդոտ հիշեցի, երկրաշարժի հետ կապված օգնություններ էին բաժանում, չէ՞, Միկին շատ ակտիվ օգնություն է ուզում է վերցնի, ով որ պիտի օգնությունը տա, ասում է հակած կապած եկել ես, այդ ականջողերն էլ ականջիդ օգնություն ես ուզում, ասեց, բինջ եմ, պանել կախեի, կայ անգաջիցս։ Լավ, վերադառնանք մեր օրեր, ես հուսով եմ, որ մեր կյանքի ամենամեծ ցնցումը կլինի հանդիսատեսի ջերմ ծափարություններից առաջացած ցնցումը, կամ լավ դերը ստանալու, կամ ուրախ լուրի հետ կապված ցնցումը, մենք բոլորս անկախ քաղաքից, անկախ քաղաքի անունից կամ ցի մասնիկից, արդեն բոլորս այդ ցնցումներից մի տեսակ համ հոգնել ենք, համ էլ չենք դիմանում էլ, մենք ցնցում չենք ուզում, վերադառնանք մեր օրեր եւ հասկանանք ինչպիսի նոր ուղղություն է իր համար որդեգրել Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Ինչ նոր ներկայացումներ են լինելու եւ ինչ նոր գուցե դերասանական հրավիրված խմբեր, հա, որոնք եւս մեծ սիրով կարող են ելույթ ունենալ այդ բեմում։
ասեմ ձեզ, ինչպես տեսել ենք, այդպես պիտի շարունակենք, մի սկզբունք ունենք, որ պարտադիր ամեն տարի, երբ որ մի ներկայացում ենք անում, հաջորդը մեկ ավելի անգամ լավ պիտի լինի։ Անցյալ տարի քանի պրեմիերա ունեցաք։ Անցյալ տարի մենք ունեցել ենք 6, այս տարի կունենանք 7 առաջնախաղ։ Ամբողջ տարվա ընթացքում եմ ասում, ամեն անգամ, օրինակ մեր վերջի ներկայացումը, ասեմ ձեզ, մենք մայիս ամիսներին Տիգրան հետ մասին խոսի արդեն, մենք ապրիլ ամիսին խաղացել ենք 22 ներկայացում, մի շատ կարևոր սկզբունք, որը շարունակում ենք, վերջի մեր ներկայացումը նախավերջի առաջնախաղը գլխավոր հերոսները ուսանողներ են, այսինքն ներկայացում կա, որ բեմադրում ենք ու հիմնականում ուսանողներ են ընդգրկված։ Չկա այդպիսի մի բան, որ պարտադիր պիտի ինչ-որ փորձություն իհարկե պիտի շնորհալի լինի։ Որովհետև ուսանողը վաղը չեմ զոր դառնում է ոչ ուսանող։ Իրենք հիմնականում թատրոնում են ու գլխավոր տեղեր են խաղում ու օգնում են մեր մեծ սերունդը։ Բացի դրանից նաև մի սկզբունք կա, որ պարտադիր պիտի ոչ թե միայն ես պիտի բեմադրություն անեմ այդ թատրոնում ու մեր ռեժիսորները, այլ հրավիրենք ռեժիսորներ։ Տիգրան։ Տեսեք, ամենակարևոր առավելությունը, որ ունի Գյումրի դրամատիկական թատրոնը, մենք գիտենք հանրապետությունում ով է լավագույնը իր մասնագիտության մեջ։ Մենք գիտենք, որ հանրապետությունում կա Նիկոլայ Ծատուրյան, ինքը Գյումրի դրամատիկական թատրոնում։ Մենք գիտենք, որ հանրապետությունում լավագույն բեմադրիչներից մեկը Արթուր Սահակյանն է։ Մենք գտնում ենք ճանապարհը, որ Արթուր Սահակյանը Գյումրիի թատրոնում անի ներկայացում։ Մենք գիտենք, որ Գարեգին Եվանգոլյանը լավագույն նկարիչն է հանրապետության, գոնե լավագույններից մեկն է։ Ինքը հիմա 2 նկարչական ձևավորում անում մեր թատրոնում։ Կա սկզբունք, որ Գյումրիի դրամատիկական թատրոնը մենք պիտի փորձենք ոչ թե լավագույնը լինի մարզային թատրոնների մեջ, լավագույնը լինի ոչ թե հանրապետության թատրոնում, մենք պիտի հասկանանք ընդհանուր աշխարհում ինչ է կատարվում եւ մենք ինչքանով ենք հետ մնում այդ աշխարհում կատարվող թատերական երևույթներից եւ թատերական իրականությունից։ Հիմա դրա համար շատ կարևոր է, որ երիտասարդներ են, շատ կարևոր է, որ մեր գեղարվեստական խորհրդատունն էլ չունի առանձնահատուկ խստություն այն մարդկանց հանդեպ, որոնք հրավիրված են։ Ինքը գիտի, եթե մենք գտնում ենք, որ այս մարդը կարող է Գյումրու դրամատիկական թատրոնի ստեղծագործական որակը մեկ աշանով բարձրացնել, ինքը մեր թատրոն եւ դա նաեւ շատ կարեւոր է դերասանների համար, որոնք տարբեր բեմադրիչների հետ են աշխատում։ Եվ մի կարևոր հարցի մասն էլ ուզում եի պարտադիր հիմա խոսեի, Գյումրու դրամատիկական թատրոնը մենք համարում ենք ընտանիք։ Հիմա մենք գտել ենք, որ ընտանիքում ունենք եւ խնդիրներ, գիտենք, որ ընտանիքում ունենք եւ առաջխաղացումներ եւ բացթողումներ, եւ մեր խնդիրները մենք կարողանում ենք ընտանյոք լուծել։ Մենք կարողանում ենք նստել, կանչել ընտանիքի մեծերին, ասել, գիտեք ինչ կա, հարգելի ծնողներ, ձեր երեխաները ունեն այս խնդիրները եւ իրենք սիրահոժար այդ խնդիրների լուծման ճանապարհները ցույց կտան մեզ։ Ինձ համար շատ կարեւոր է, որ մենք կարողացել ենք ու պիտի կարողանանք Գյումրու դրամատիկական թատրոնը պահել որպես մեծ ընտանիք, բնականաբար իրենց մեծերով եւ իրենց մեծ հորով։ Եվ սա մեզ համար նույնպես կա եւ մեկ նկատառում եւս ես կուզենայի նաեւ, եթե մենք հաղորդման ընթացքում բաց թողեցինք, կուզենայի նաեւ այս հաղորդման ընթացքում նշել այն շրջանի մասին, որը թատրոնը ղեկավարել է Ալբերտ Մկրտչյանը, եւ այդ շրջանում թատրոնում բեղուն ստեղծագործական տարիներին, դժվար տարիներին նույնիսկ նկարահանվեց շատ հայտնի բոլորիս կողմից սիրված Ուրախ ավտոբուս ֆիլմը, որը նաև ներկայացում էր Գյումրու դրամատիկական թատրոնում ավերված քաղաքի ակորդը եւ այդ տարիների համար էլ շնորհակալություն հայտնել Մուշեղիչին, որովհետեւ իրոք դա այն դժվարագույն տարիներն էր, երբ որ թատրոնը փորձում էր վերագտնել իրեն եւ իր կարեւորությունը վերականգնել քաղաքում։ Մի խոսքով այն մարդիկ, որոնք աշխատել են Գյումրու դրամատիկական թատրոնում, այս թատրոնը նման կերպ մեզ փոխանցելու համար ուղղակի եւ իմ եւ Լուդվիգի անունից ասում ենք շնորհակալություն եւ մեծ պատասխանատվություն ենք վերցնում հետագա ճանապարհը ճիշտ տանելու թատրոնին։ Ես ուզում եմ ասել, որ Տիգրանի այս երկար խոսքի մեջ առանձին կտորներ կային, որոնք կարող ենք վերցնել եւ սարքել նոր լինք ու այդ լինքի հիմքով նոր հաղորդում, այսինքն այդքան բովանդակային էր։ Եվ լավ թատրոնի առաջխաղացումն է նաեւ տնօրենի հետեւողական միտքը, երբ նա ամեն անգամ պրեմիերա ունենալու ժամանակ գրում է, գոնե ինձ ու գիտեմ իմ ընկերներին, գրում է, հիշեցնում է, որ այսօրը կա ներկայացում, կա պրեմիերա, որ դուք եկեք ու երբևիցե չենք մտածել անգամ զլանալ գնալու ու վայելելու Գյումրիում պրեմիերաները, բայց վերադառնանք արդեն այն տեխնիկական անձնակազմին, առանց որոնց ուղղակի չի կարող գոյություն ունենալ ներկայացումը որպես այդպիսին։ Նիկոլայ Իրվանդիչը ամենից շատը կասի, ընդհանրապես անձնակազմը դա այն օրգանիզմն է, որը պահում է առողջ
քո մարմինը։ Եվ եթե հիշենք ուստա խաչիկի մասին, չէ՞, կարծեմ խոսեց պարոն Ղազանչյանը, այդ ուստա խաչիկն էր այդ ու բոլորը այն մարդիկ, որոնք խոսում են Գյումրիի թատրոնի մասին, խոսում են նաև անձնակազմի մասին, եւ ես այս բանը առաջարկում եմ հենց լսել կարծիքը ու տեսակետը։ Համեցեք։ 40 տարվա մեջ աշխատել եմ մեծամեծ մարդկանց հետ, լավ ռեժիսորների հետ, լավ դերասանների հետ։ Թատրոնը իմ աչքի առաջ սերնդափոխվում է արդեն։ Ջահելություն եկել է, նոր տնօրինություն, նոր ռեժիսորա։ Ես շատ գոհ եմ, որ հաջել է աշխատել իրանց հետ։ Այսինքն խելացի ջահել հետ կարելի է աշխատել։ Ну, գիտես ինչ, ես չէի առանձնացնի, որ ինչ որ խոսքեր կա, որ ասում են, տես մեծերը գնացին ջահելները կան, ոչ, լավ ջահելը լավ մեծ է դառնում։ Ես հիմա շատ ուրախ եմ, որ լսել եմ ու գիտեմ, որ երկու բավական շնորհալի երիտասարդների է վստահված թատրոնը։ Ես շատ եմ ուզում, որ այդ թատրոնը ամրանա։ Ինձ համար ուրախալի էր արդեն որպես նախարար առիթ ունենալ շփվելու Գյումրու թատրոնի հետ եւ Գյումրու թատրոնի երազանքները իրականություն դարձնելու հնարավորություն ստեղծել։ Եվ կարծում եմ, որ այդ հնարավորությունը ստեղծվեց, երբ որոշում կայացրեցինք երկու երիտասարդների նշանակել թատրոնի ղեկավարություն։ Խոսքը վերաբերում է գլխավոր ռեժիսորին եւ տնօրենին, որովհետեւ մի կողմից այն ինչ անում է Տիգրանը եւ Լյուդվիգը, եթե թատրոնը լիներ Երևանում, ես կարծում եմ շատ մեծ նախանձի եւ որոշակի խարդավանքների առիթ կարող էր դառնալ, որովհետեւ իսկապես տղաները հրաշալի են աշխատում։ Ես համոզված եմ, որ Գյումրու թատրոնը եւ Գյումրու թատրոնի բեմը այդպես խորհրդավոր է եւ շատ պատասխանատու հարթակ է լինելու, մնալու տարիներ շարունակ, տասնված դարերի վեր Գյումրու թատրոնի նոր սերունդը երկար տարիներ հղկվելով եւ ստանալով հնարավորություն Գյումրու Վարդան Աճեմյանի պետական դրամատիկական թատրոնի ուղին արդեն ինքնուրույն որոշելու, համոզված եմ իրենք հասցնելու են այնպիսի մի կետի, որը բացարձակապես որակյալ եւ արժեքավոր կետ է լինելու եւ օրինակելի Հայաստանի շատ ու շատ թատրոնների համար։ Այսօր հիանալի ներկայացումներ կան ու տեսնում ես եւ շատ լավ ռեժիսորական աշխատանք եւ ուղղակի հրաշալի դերասանական վարպետություն, ով այդքան ուժ որտեղից իրենց մեջ այդ ամբողջությամբ նվիրվել են թատերական արվեստին, կապվել են այդ թատրոնի շենքին, շենք ասելով, դա կառույցի նկատի չունեմ, այդ ամբողջ համակարգի նկատի ունեմ, եւ այսօր ապրեն նրանք, տեսնում ենք, որ բավականին ներկայացումներ են դրվում, ներկայացումներ են խաղում, լավ դերասաններ կան, շատ շնորհաշատ։ Կուզեմ ողջունել ամբողջ անձնակազմին հիմա Գյումրիի թատրոնի, որովհետեւ իրենք իսկապես նվիրյալներ են բոլորը, եւ ես հուսով եմ, որ հրաշալի ապագա ունի Գյումրիի թատրոնը, որովհետեւ որևէ բան չի կարողացել խանգարել, ոչ երկրորդ համաշխարհային պատերազմ, եւ ոչ առաջին համաշխարհային պատերազմ։ Հիմա էլ այսքան տնտեսական խնդիրների ու բաների հետ միասին նրանք գործում են, նրանք շատ մեծ խանդավառությամբ ներկայացումներ են անում, պրեմիերաներ են անում, եւ դա շատ սիրելի ու ողջունելի։ Ես ուրախ եմ, որ մեր ազգի մեջ օջախներ կան, որոնք որ պետք է հարատև լինեն։ Գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի նշանակմամբ շատ բան է փոխվել թատրոնում։ Թատրոնը երիտասարդացել է, թատրոնը աշխուժ աշխատում է, ու հանդիսատեսը վերադառնում է թատրոնին։ Գուցե այն լավագույն տարիների նման հակված կապված պեստոնական չէին գնում, բայց գնում են հաստատ, որովհետեւ գիտեն, որ անելիք ունեն, այնտեղ տեսնելիք ունեն, շփվելիք ունեն։ Թատրոնը ամենակարևոր մշակութային օջախն է դարձել Գյումրու համար եւ առասարակ կարող եմ ասել մարզի համար։ Այդ երիտասարդական ավյունը, որ այսօր կա թատրոնում, իդեմս Տիգրանին Վիրաբյան, տնօրենի, Լյուդվիգ Հարությունյանի գեղարվեստական ղեկավարի, կարծում եմ յուրաքանչյուր թատրոնի համար անհրաժեշտություն է։ Ուրախ ու հպարտ եմ, որ այսօր էլ թատրոնը այդպես հաղթական ճանապարհի մեջ է, ընթացքի մեջ է, ի պատիվ այն մարդկանց, ովքեր հիմա թատրոնը իրանց ուսերի վրա տանում են, որոնք գիտեք ինչ, շատ կարևոր ճանապարհ են անցել, այսինքն ճիշտ գնահատելով ավագ սերնդի
վերցնելով ավակ սերնդի անցած ճանապարհի փորձը, այդ փորձի մեջ լավ թրձվելով, հիմա էլ իրանց նորարար մտքով թատրոնը հպարտությամբ տանում են իրանց ուսերի վրա, իրանք գիտեն ինչ բան են սերունդներ, գնահատել գիտեն նորը, հինը, լավը, բարին, այսինքն շատ բարի ու հրաշալի մթնոլորտ կա այդ թատրոնի պատերի ներսում արդեն, որոնք ճիշտ կարողանում են սերունդներ դաստիարակել։ Այդ երկու նոր սերունդի ներկայացուցիչները թող ինձ ներեցեք, որ այդպես են դիմում, հա իրանք նոր սերունդ են, իրանք մտել են թատրոնում ինչ-որ բան թողելու, մնալու այդ թատրոնի պատմության մեջ։ Իրանք իհարկե այնտեղից տանելու շատ բան ունեն, բայց առայժմ ուզում են թողեն, հետո կտանեն կամ չեն տանի, երևի թե կտանեն այն ինչ որ իրանք թողել են, կտանեն այն հպարտությունը, որ իրանք մնալու են այդ պատմության մեջ, ամենակարևորը ոչ միայն մենք, այլ նաև հաստատ համոզված եմ իրանց սերունդները, իրենց բալիկներու են մարդկանց, ովքեր երբևէ կուզենան լեննականի թատրոնի պատմությունը ուսումնասիրեն, հաստատ այդ երկու անուններին, որ հանդիպեն, երջանիկ կլինեն, առավել ևս գյումրեցին, որ այդ թատրոնը Գյումրիում է, ու այս տղերքին ուզում եմ ասեմ շնորհակալություն իրենց արած գործի համար, եւ չեմ էլ ներվի, չեմ էլ ամաչի, որ ասեմ, ես խոնարհվում եմ իրանց առաջ։ Լութո ջան, Տիգրան ջան, ես ձեզ շատ սիրում եմ ու ուզում եմ ասել իմ ցանկությունը ուժի մեջ է, մի բան արեք էլի, որովհետև նախ ձեռս փող չկա, անգորզ նստած եմ, ու ամենակարևորը ուզում եմ ձեր թատրոնում խաղամ։ Կապ չունի ինչ դեր, ամեն դեպքում ուզում եմ, իսկ եթե մարդը ուզում է, ինքը ապրում է, ես քանի որ ապրում եմ, դա մի բան արեք էլի, ինչ եք տես նայում, արեք, սիրում եմ ձեզ, լավ եղեք, ու իմ ուսուցիչ Կոլյան Ծատուրյան ուզում եմ ասեմ, ես իրան շատ սիրում եմ, ամենակարևորը այդ մարդը կարողացավ մի բան անել, իր տեղը տվեց նոր սերունդին, ինքը հանգիստ դուրս եկավ ու ասեց, ինքը տաղանդավոր է, ինքը պետք է լինի այստեղ, ու այդ մարդը հասկացավ, որ այդ մարդիկ կարան ինչ-որ բան անել, այսինքն Նիկոլայ Իվանովիչը ոչ միայն ռեժիսոր է, մեջ է, այլ նաև մարդ գտնելու մեջ է վարպետ, որի համար ուսուցիչ ջան ուզում եմ քեզ ասեմ շնորհակալություն, սիրում եմ քեզ, ապրեք, սպասում եմ այն օրվան, որ այնտեղ կլինենք, bye Լևոնին էլ մեր համբույրները այստեղից, վերնիսաժյան համբույրներ, ես ինձ մի պահ զգացի մոտ 50 տարի անց, ընդ որում բոլորս նույն կերպ, նույն դեմքերով թարմ բոլորս նստած ենք, այս երկուսը չկան եւ մենք անում ենք ուշ երեկոն։ Թե ինչպիսի լավ ղեկավարներ էին կամ, չգիտեմ, տնօրեններ էին նրանք, 150 տարիների, 150 տարի, որովհետեւ ես պատրաստվում եմ ապրել երկար ու շատ։ Լավ, իրականում սա մի փոքր անակնկալ էր մեր կողմից, քանի որ դուք անընդհատ խոսում եք տարբեր մարդկանց մասին, մենք որոշեցինք, որպեսզի այդ մարդիկ խոսեն ձեր մասին ու ձեր դեմքին ասեն ինչ են մտածում։ Հարգելի հյուրեր, բոլորիդ անչափ շնորհակալ եմ գալու համար։ Մենք չենք ավարտել եթերը եւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գյումրեցու ֆենոմենը հենց այն է, որ կարելի է խոսել, պատմել անվերջ, բայց նրանք խոսքի մարդ չեն, նրանք գործի մարդ են։ Եվ եթե խոսում են, ապա միայն հումորով, մեկ էլ ուղղակի ճշմարտություն թեթև ապտակի պես ասում են դեմքիդ։ Այդքանը։ Մնացածը իրենց մոտ գործի հարցն է եւ եթե ունենք առաջիկայում լավ ներկայացումներ, որոնք հանկարծ պետք է բաց չթողնենք, խնդրում եմ բարձրաձայնեք Տիգրան։ Այո։ Ասեք։ Ներկայացումներ բնականաբար կլինեն արդեն սեպտեմբերյան պրեմիերաները եւ մի խնդրի եւ հարցի շուրջ եմ ուզում խոսել հանրային շատ։ Գյումրու դրամատիկական թատրոնը իր ստեղծագործական սոցիալական եւ շատ այլ խնդիրներ լուծելու համար արդեն մի քանի օր առաջ բացել է Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամ, որի միջոցով մենք փորձենք եւ վերապատրաստման կուրսեր կազմակերպել դերասաններին հանրապետությունից դուրս եւ նաեւ թատրոնը ունի որոշակի սոցիալական խնդիր, դերասաններից մի քանիսը չունեն բնակարանային պայմաններ ապրելու եւ ապրում են որովհետեւ արվեստագետը պետք է վարձակալություններով եւ մենք փորձում ենք մեր ստեղծագործական խմբի անդամների համար, որոնք ունեն այդ խնդիրը, գտնել համապատասխան միջոցներ եւ այդ արվեստագետներին ապահովել բնակարաններով, նաեւ 1-2 բնակարան ավել ձեռք բերել, որպեսզի երբ որ Նազանի Հովանեսյանը, Լևոն Հարությունյանը, Արթուր Սահակյանը եւ մնացյալը որոշեն Արթուր Հակոբյանը կան Գյումրի եւ աշխատել, Արթուր Հակոբյանը ունի իր տունը։ Ունենանք տունիչ, որ մնանք այստեղ։ Ունենա իր տունը, որ կարողանա աշխատել, ստեղծագործել եւ այն ժամանակ, երբ որ որոշի ամուսնանալ եւ մնալ Գյումրիում մնա։ Եվ եթե որոշի հետ գալ, ուրեմն թողնի այդ տունը իրենից հետո գնացող արվեստագետին։ Մի խոսքով մենք փորձում ենք ստեղծել այն բոլոր պայմանները, որպեսզի կարողանանք այդ 120 կիլոմետրի շառավիղի
կրճատել եւ մարդիկ հասկանան, որ կարող են ստեղծագործել եւ կամերային թատրոնում եւ Գյումրու դրամատիկական թատրոնում։ Նազան Եղբայրյան։ Շնորհակալ եմ կրկին, փորձենք ամփոփելով այսօրվա եթերը հասկանալ, արդյոք մենք կարող ենք Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը բնութագրել մեկ բառով։ Մտածեք, փորձեք հասկանալ, ինչ բառով կբնորոշեիք, մենք դիտենք այդ մեկ բառի տեսանյութը եւ տեսնենք, թե հարցվածները ինչպես են բնորոշել։ Գյումրին ինքը թատրոն է։ Մեր տունն է։ Դա մեր կյանքն է։ Խոսքն է։ Երկրորդ տուն։ Սիրտ։ Գյումրվա թատրոն։ Մեկ բառով շատ հին, բայց գեր ժամանակակից։ Ամենաթատրոնն է ինձ համար։ Իրենք խելագարներ են։ Պատմություն։ Հպարտություն, որի մեջ կա քաղաքացիություն։ Մեր թատրոնը լավ թատրոն է, այդպես։ Գյումրու սիրտը բաբախում է հենց Աճեմյանի թատրոնում։ Շատ լավներ եւ Բաբկեն Չոբանյանի իմ սիրելի գործընկերոջ ասացնել էր մի տեսակ կպչում սրտին ամենաթատրոն եւ Արշոյի ասացնելու է ամենալավ թատրոն եւ իհարկե պարոն Ամիրյանն էլ վերջում ասաց այնտեղ բաբախում է հենց թատրոնում։ Հիմա ամփոփելով սկսենք, ման է։ Գյումրու դրամատիկականը մերն է։ Մերը։ Սերը։ Դա խելագարների տուն է ուղղակի։ Այդ նորություն չէր։ Իսկապես առողջ լավ առումով առողջ խելագարություն։ Երևի գյումրեցին բնորոշ ջիգար։ Ջիգարով թատրոն։ Հովհաննես։ Իմն է։ Միանշանը։ Տիկին Սուսաննա։ Ինձ համար թթվածին է։ Կյանքիս գերագույն երազանքը, որ դեռ երազանքել մնում է։ Գեղեցիկ է։ Նիկոլայ Իվան։ Թատրոնած թատրոն։ Գտավ նա գտավ։ Թատրոնած թատրոնը լրիվ մի բառի մեջ տեղավորվեց իհարկե, բայց իսկապես բանաձևի պես մի բան է։ Ես սիրում եմ շատ թատրոնը եւ ես շատ սիրում եմ այն մարդկանց, որոնք կարողանում են ապրեցնել յուրաքանչյուր թատրոն։ Ու երբ ամեն մարդ ցանկանում է գնալ ու լինել դերասան, դառնալ դերասան, ես վախենում եմ, որովհետեւ ամեն մարդու տեղ չէ թատրոնը։ Եվ դա է պատճառը, որ փորձում ես պաշտպանել նրանց, ասելով գուցե դու ավելի լավ մասնագետ կդառնաս այլ ոլորտում, այլ ոչ լցնելով թատրոնի բեմը, ոչ այդքան ճիշտ ներկայությամբ։ Թատրոնը շատ կարևոր մի վայր է, բայց Գյումրիի թատրոնը ըստիս մի սյուն է, որի վրա կանգուն մնաց Գյումրին։ Երկու սյուն ուներ Գյումրին այդպիսի կանգուն, իր եկեղեցին եւ իր թատրոնը։ Երկուսն էլ հոգեվոր կենտրոններն են, երկուսն էլ սրբավայրեր են, այո, եւ երկուսն էլ շատ կարեւոր էին թե Գյումրիի համար եւ թե մանավանդ հայի համար։ Այսօրվա վերնիսաժը հուսով եմ ձեզ տվեց բացահայտելու նոր հետաքրքիր պատմությունների հնարավորություն, ձեզ համար ստեղծեց մի նոր աշխարհ եւ եթե առ այսօր պատահականության վերումով դեռևս չեք եղել Գյումրիի թատրոնում, ապա մի վարանեք վայելելու ու լցնելու, լիացնելու ձեր կյանքը, որովհետեւ մեծ բաց թողում ունեք, եթե դեռևս այնտեղ չեք եղել։ Մենք այսօրվա վերնիսաժը կավարտենք ոչ միայն ձեր դրական էներգիայով եւ լավ խոսքով, այլև Բամբիր խմբի գժական, հավես, էներգիավլի կատարմամբ, որովհետև Գյումրին դա հենց առողջ խելագարությունն է։ Այո, պետք է լինել ռիսկով եւ անկախ նրանից կսխալվես թե անկում կապրես, կարեւորն այն է թե ինչպես ես բարձրանում վերև։ Ահա սա կարելի ասել գյումրեցիների մասին։ Կհանդիպենք կրկին վերնիսաժի եթերում, միմյանց ասելու բարի երեկո, եթերում է վերնիսաժը։ Բամբիր Կանչել կեվի այս աշխարի երջանկագույն ջահելներն ենք մենք երևի Չէ հարփաշենք, մի քիչ այնպես ծիրան թորագա Ավկը երկի էլի ավատով կարտակ նրան Երեք հոգով խմում ենք աշ երեք հոգով մի տակարիք Նման քեֆեր շատ են գարել ու մոռացել հոգս ու կարիք Վարենայում լուսինացել, վարենայում որ ինչասի աչքով անում կանչում է տուն Չէ մի քիչ էլ թող սպասի Վերջինն է նա ով
ցանկանալ լքել այսքեվն ուրախալից առաջին էլ նայել տաղել կովերջին անկնի հալից չէ արփաշենք մի քիչ այնպես սիրան երեք հոգով խմում են կաշտ երեք հոգով մի տալ կարին